Ողջույն ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորին։ Ներեք որոշ կարգավորումներ։ Մի քանի վայրկյան համբեր ենք մեր ընկերներից միանան, չնայած վստահ եմ, որ եթերը հետո էլ կդիտեն, ովքեր էլ ընթացքում միանան անպայման կխնդրեմ, որպեսզի դիտել սկզբից միտքը ընկալելու համար, որովհետև եթերը թերևս մի ուղղությամբ ալնելու, չնայած հնարավոր այլ թեմաների էլ անդրադառնանք, բայց ամեն դեպքում հիմնականում մի կարևոր բանի եմ ուզում բոլորիս ուշադրությունը հրավիրել, որը կարծես դուրս է մնում Գյումրիի այս ընտրությունների թեժ քաղաքական իրավիճակներից եւ կխնդրեմ այստեղ եթե տարածելուց կլինեք եթերը անպայման նշեք սոցիալ-նախարարության, ՄՍԾ-ի եւ կառավարության կայքերը դրանով ուշադրությունը հրավիրենք աշխատակիցների, նախարարի, որպեսզի անպայման այս հարցերին անդրադարձ լինի, որովհետեւ հարցը ընդհանուր առմամբ վերաբերվում է թերևս Հայաստանում, ես չեմ սիրում այդ խոցելի բառը ասել, խոցելի խումբ, որովհետեւ կողմ եմ նրան, որպեսզի իրավիճակը երկրում այնպեսին լինի, որ նրանք տարեց մարդկանց մասին է խոսքը, վայելեն իրենց ծերությունը եւ իսկապես հանգստանան, որովհետեւ ամբողջ կյանքում սովորելուց հետո աշխատել են եւ այլն, հիմա եկել է ծերության ժամանակը եւ այդ ժամանակ պիտի մարդը արդեն հանգստանա եւ վայելի իր ծերությունը, այն ինչ որ իր կյանքի ընթացքում կարողացել է ստեղծել եւ այլն։ Իհարկե ցավոք սրտի Հայաստանի Հանրապետությունում այնպիսի վիճակ չի եղել երբևէ, որ հնարավոր լինի ասել, որ ծերերը վայելում են իրենց ծերությունը, եթե իհարկե իրենց ընտանիքի ավելի երիտասարդ անդամները հաջողակ մարդիկ չեն, բայց այնուամենայնիվ հարցեր կան։ Հիմա գամ մի փոքր խորքից, ժողովուրդ ջան, խնդրում եմ լայքեք, զանգակը դրեք, որպեսզի նոր ուվիդեոները ստանաք եւ տարածեք, եթե հարմար կգտնեք, ինչի համար շատ շնորհակալ եմ, դրանով օգուտ տված կլինեք։ Ես երկար ժամանակ եթեր չէի անում, ուղիղ ասեմ, թե ինչի համար, իմ հիվանդանալուց հետո պարզվեց, որ ընդհանուր առմամբ առողջացել եմ, բայց դեռևս վիրուսը ամբողջովին չի անցել ու երեկոյան շատ շուտ թուլանում է եւ այլն, որոշ բաներ է տեղի ունենում հետս, որոնք ինձ խորտ են, բայց հուսանք, որ ամբողջովին էլի կվերադառնանք այս տիրույթ ու այն ինչը որ հաղորդումից դուրս է մնում կամ ընդհանուր առմամբ մտքերը որպեսզի ավելի տարածվեն, որովհետեւ մարդիկ հաղորդումը չեն դիտում, այստեղով նույնպես ամրապնդենք, որովհետեւ մտքեր կան, որոնք անպայման կրկնվելու, անընդհատ կրկնվելու կարիք են ունենում, այ օրինակ ինչպես են ընդդիմություն կոչված ուժերն անում, իրենք մի հատ թեզ գծում են ամբողջ մի տարի այդ թեզի շուրջ պատտվում են, դառնում են ոչիլի պատմությունը, հա։ Եկեք Գյումրիի դասավորությունները բոլորիդ արդեն ակնհայտ է, քաղաքական մասով չգիտեմ որքանով արժի անդրադառնալ, ամենայն դեպս համառոտ ասեմ, որ իհարկե ես չեմ խոսում եմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ ինձ համար ցավալի է տեսնել են քաղաքական ներկապնակը, որը վերադասավորվել է Գյումրիի ընտրություններից հետո եւ ընտրությունների հաջորդային մի օրը ես գրառում էի արել անգամ, որ Facebook-յան էջում, որ այս Մարտունը Գրիգորյան չի կարող իր ձայները չտալ, անկախ անձամբ ինքը կարա չտա, բայց քանի որ դաշինքով է ներկայացել ու որպեսզի ոչ շիշը վառվի, ոչ միսը վառվի, անպայման ուզի մի քանի մանդատ տալու է, ասի ես իմը չեմ տվել, դրանով արդարանալու հետո ժողովրդի առաջացում, ես իմը չեմ տվել, դե դաշինք, հա, այն մարդիկ որոշել են, տան տվել են։ Ու այսպես ինչ որ ձև փորձելի է փրկել իր դեմքը, բայց այստեղ մի հատ ուրիշ հարց առաջանալու, բա որ դուք դաշինքը չես կարող կառավարել, ոնց է պատկերացնում Գյումրին կառավարել։ Ամեն դեպքում քաղաքական անբարոյականությունը իր գագաթնակետին է, ու ես սա չեմ ասում նրա համար, որ նրանց ուժերն են ընտրվել, ոչ, ես ընտրություններից առաջ, երբ որ անգամ Եվրադաշինքը ումքիս համակրում է, ես անձերի մասին չեմ խոսում, այլ քաղաքական իմաստով եմ ասում, իրենք էլ անում էին հայտարարություններ, որոնք ինձ համար անընդունելի էր, ասում են, բա որ հանկարծ անհրաժեշտություն առաջանա։ Ինչ եք նախապես sense հայտարարություններ անում, որպեսզի հետո չկարողանաք հասկանալ ինչ անել, էլի, առհասարակ պետք է քաղաքական դաշտ այս իմաստով բարոյականությունը վերականգնել։ Եվ այն արտահայտությունը, որ ասում են քաղաքականությունը անբարոյականություն, ասեմ, որ դա ներմուծված
բառապաշար է, որը ոչ չի համընկնում իրականությանը, այ ուրիշ բան է, երբ որ պոռնիկներն են զբաղվում քաղաքականությամբ, այ դա ընկալելի է, բայց որ քաղաքականությունը պոռնիկությունը դա մի քիչ այլ բան է, ինչի են այդպես ասել, որովհետեւ քաղաքացիները ինչքան կարող են հեռու վանվեն շարքային քաղաքացիները չհետաքրքրվեն քաղաքականությունով եւ մասնակից չլինեն իրենց ճակատագրի ձևավորման, հա, եւ իրենք էլ կարողանան իրենց ձևով բան անել։ Այն որ ոնց են ասում բանա, արի դու մի խառնվի քաղաքականությանը, դա պոռնկություն է, էլի։ Մենք քո տեղը ամեն ինչ կանենք, այն որ մոտավորապես sense մեծ ապուշություն է ստացվում, էլի։ Ու այդպես կարողացել են ինչը հիմա էլ իմիջայլոց տեղի է ունենում, անկեղծ ասած, որովհետեւ տեսեք ինչ են անում հիմա։ Այս ուժերը փորձում են իրանց ֆեյքերով, իրանց կայքերով այնքան նյարդայնացնել ժողովրդին կեղծ լուրերով բան։ Մենք բոլորս գիտենք ինչն է կեղծ, արդեն ինչն է ճիշտ, ընդհանուր առմամբ, բայց փորձում են այնքան բան անել, որպեսզի մարդիկ զզվեն ու չհետաքրքրվեն։ Ու այսօր ավելի շատ մարդկանց ես տեսնում դրսում, որ ասում են, ես չեմ ուզում հետաքրքրվեմ քաղաքականությամբ։ Ես այսպես մտածողներին կարճ ասեմ հետեւյալը, դուք իսկապես շատ վատ եք անում, որ այդպես եք կարծում, սա կարող եք ընդունել որպես եղբայրական խորհուրդ։ Պարտադիր չի, որ դուք զբաղվեք քաղաքականությամբ, բայց չեք կարող չհետաքրքրվել, որովհետև այդ մենք բոլորս, եթե ունենք անձնագիր, դա արդեն քաղաքականության արդյունք է, վերջ։ Անձը հաստատուղթը արդեն քաղաքականությունն է։ Ապա ինչքան քիչ հետաքրքրվենք, այնքան մեր վիճակը վատ է լինելու։ Որովհետև որպես հասարակություն չենք կարողանալու ձևավորվել։ Ես չեմ ասում առավոտից իրիկուն նայեք լուրեր, տեղեկացված փորձ է լինել, բայց ընդհանուր առմամբ պետք է դրա շուրջ ժամանակ առ ժամանակ մտորել։ Ամբողջ այ հենց այդ կտրելու մասին են անում նրանք այն ինչը որ անում են, հասկանում եք։ Թողնենք, այս ամեն ինչը եղել է այն ինչ որ եղել է, չնայած որ Գյումրի հասարակությանը եւ առհասարակ Հայաստանի Հանրապետության հասարակությանը ասեմ հետեւյալը։ Սա գիտեք ինչի արդյունք է, նաեւ անկախ նրանից ով է ընտրվել։ Սա նրա արդյունքն է, որ 21 թվականին, երբ որ համապետական ընտրություններ են ու քաղաքական դեբատը պիտի վերջնական տեղի ունենար, հա, 2 օր առաջ որ տեղի ունենում, ու բոլոր քաղաքական ուժերի ղեկավարները պիտի հանրության առաջ իրար հետ արդեն բանավիճեն, 2-3 հոգին չեկան այդ բանավեճին ու չգալուց հետո միևնույնն է ձայներ վաստակեցին։ Տեսեք, քաղաքական դեբատին չգալ ամենավերջում։ Դա ուղիղ վիրավորանք պիտի ընկալվի հասարակության կողմից։ Մենք քաղաքացիներս պիտի մոտեցնենք զրոյական վիճակին ձայների առումով նրան, ով խուսափում է քաղաքական դեբատից, որովհետև խուսափում են այն պարագայում, երբ որ սուր հարցերի պատասխանելու կարող չեն, կամ առանձին վերցած կարող են գլուխ գովալով շրջել, բայց ընդհանուր բոլորի առաջ չեն կարող վերահաստատել իրենց ասածը։ Այս պարագայում, եթե մենք լինենք օրինակ, հա, ցանկացած նորմալ մի երկրում, որտեղ արդեն ձևավորված է հասարակությունը ու ամրացրել է իր դիրքերը, այդ պարագայում կստանա տվյալ մարդը 0 ձայն ու առհասարակ կվերջանա այդտեղ իր քաղաքական բանը, պատմությունը։ Այդտեղ, հենց այդտեղ կվերջանա։ Դրանից հետո եղան Երևան քաղաքի ավականու ընտրությունները, որտեղ որ դարձյալ գլխավոր մասնակիցներից 1-2-ը չեկան բանավեճի եւ այնուամենայնիվ հավաքեցին կվենել։ Այ երբ որ մենք հասարակությունով ու ես սրա մասին շատ ասել եմ, դա ուղիղ առհամարակ է բոլորի հանդեպ կապ չունի եւ ով ում կողմնակից է եւ այլն, դա բացարձակ կապ չունի։ Իրադարձությունները տեղի են ունենում մեր բոլորիս պետությունում եւ բոլոր քաղաքացիները ունեն հավասար իրավունքներ, ապա պիտի այդ հարգանքը պահպանվի, որը որ չի անում տվյալ քաղաքական գործը։ Ուրեմն ինքը պիտի հասարակության համար ջնջվի։ Անկամ տվյալ մարդու կինը չպիտի արդեն իրան կին, այսինքն դա պիտի դարձնենք հասարակական բնավորության գիծ, ժողովուրդ ջան, բայց մենք ինչ ենք անում, ամեն անգամ խրախուսում ենք հենց չգալը, հետո ասում ենք, բա ո՞նց է այսպես լինում, ո՞նց է, մենք որպես հասարակություն ինքներս ունենք ձևավորվելու անհրաժեշտություն եւ գիտեք, իմ անձամբ մեկը իմ գործունեությունը ամբողջովին գրեթե դրան է տրված, անկախ նրանից թե ես դրա համար ինչ ճնշումների կենթարկվեմ, ինչերի չէ, միևնույնն է, դա Պրինցիպը դա պիտի լինի։ Իմ գործունեությունը վերջում մնա մի հոգի, այդ մի հոգու հետ ես կաշխատեմ։ Ես բացարձակ այդտեղ խնդիր չեմ տեսնում, ու եթե մարդիկ կլինեն, որ այս տեսակ մտքերից ու թեմաներից կձանձրանան, ապա իրենց գործն է դա, չգիտեմ, պետության հանդեպ պատասխանատվության զգացումի ցածր մակարդակն է։ Երևի թե ես չեմ ուզում վիրավորական բան ասել, որովհետև ամեն մեկը ազատ է իր ընտրության մեջ։ Բայց ես կարծում եմ, որ մենք որպես քաղաքացիներ ապրում ենք մի միջավայրում եւ անկախ մեր տարբեր կարծիքներից, անկախ մեր տարբեր պատկերացումներից եւ այլն, միևնույնն է կարեւոր բաներ կան, որ պիտի ամուր ու բոլորի համար ընդունելի լինեն։ Այլ կերպ չի կարող լինել, չի կարելի թույլ տալ, որովհետեւ ցանկացած բան առաջին հերթին քաղաքացին է թույլ տալիս իր հանդեպ։ Ես այդ օրինակը շատ եմ բերել, օրինակ, հա,
ասենք ասենք Դանիա, կայացած երկիր է, ու դա կայացած հասարակություն։ Դանիայում կարող է լինել Ռոբերտ Քոչարյան անուն ազգանունով ու տվյալ վարքագծով մեկը ղեկավար։ Այսինքն պատկերացնում եք, որ Դանիայում նախագահ կամ վարչապետի մակարդակում մեկը լիներ, ով Դանիայի անկախությունը կտներ հարցականի տակ ու չէր գնա քաղաքական դեբատին, բայց միևնույնն է իրենք կընտրեն։ Նման բան պատկերացնում եք։ Ես կարծում եմ, որ նման բան հնարավոր չի որ լինի։ Դրա համար մենք պիտի որովհետև այդ հասարակությունը անցել է էվոլյուցիոն փուլերով։ Մենք հիմա էվոլյուցիոն շրջանում ենք։ Ես դա հիանալի հասկանում եմ։ Իհարկե շատ բաներ դեռ պետք է մաքրվեն, բայց դա հնարավոր է անել մի պարագայում։ Եթե մենք կարողանանք իրար լսել, եթե մենք ոչ թե հարգենք ու ընդունենք միայն մեր իրավունքները, այլ նաև դիմացինի։ Դեռ կխոսենք, սրա մասին շատ ենք մենք խոսելու տարբեր եթերների ընթացքում։ Ես հիմա ցանկանում եմ վերադառնանք Գյումրու ընտրությունների թերևս ինձ համար ամենա շատ հարցեր առաջացրած իրավիճակին, որը արժանացավ հասարակության սենց ինչ-որ բանի, էլի, սենց մի հատ նյութ էր, էլի, եղավ, իմացանք, անցավ, բայց այստեղ լուրջ հարցեր կան։ Տեսեք խոսքը ինչի մասին է, ժողովուրդ։ Կհիշեք երևի մի տատիկի ձերբակալեցին ընտրակաշառք բաժանելու համար իր տարեցների շրջանակներում եւ հետո իհարկե վճիռ էր կայացվել, որ չնայած որ 3-ից 5 տարի է, եթե չեմ սխալվում, այդ դեպքում կալանք հասնում, բայց հաշվի առնելով տարիքը ու իրավիճակը ավելի մեղմ վարվեցին եւ նրան բնականաբար թողեցին բանի տակ տնային կալանք, ասենք, հա, այսպես։ Բավականին մեղմ վարվեցին, ինչը նորմալ է, ես ընդունում եմ դա, որովհետև ամեն դեպքում մեծ մարդիկ են։ Իհարկե, այստեղ մի քիչ ծիծաղելի իրավիճակ էլ ստացվեց, երբ մի Արցախի մի հանդիսացող Ռուբեն Մելիքյանի հետ մտանք մի երկխոսության դաշտ, բայց դրան չգիտեմ, երբևէ կանդրադառնամ թե չէ, ըստ էության էական էլ չի։ Ու հետո եւս մեկ նորություն եղավ ու էլի տենց արագ անցավ, որ ծերանոցի աշխատակիցների էին բերել ընտրության ուղղորդված։ Մենք դրանք լսեցինք, այ, ես ինչ, վատա ու անցանք առաջ, բայց եկեք հենց այստեղ կանգ առնենք։ Գիտեք, մեր հասարակական կազմակերպության գրասենյակում մեզ դիմողների մեծ ամասնությունը հենց տարեց մարդիկ են։ Ես շատ դեպքերում նրանք գալցեն այնպիսի խնդիրներով, որոնք ըստ էության մեծ խնդիրներ չեն կամ խնդիր չեն, ուղղակի թյուրըմբռնում է, բայց միևնույնն է, ես հաճույքով նրանց համբերատար լսում եմ սկզբից մինչև վերջ, հարգելով նրանց տարիքը, հարգելով իրանց ինֆորմացիան ընկալելու առանձնահատկությունը, բարդությունները եւ այլն տարիքի հետ։ Մենք բոլորս ենք ինչ-որ պահի դառնալու այդ տարիքին ու մենք ինքներս էլ շատ բաներ արագ չենք ըմբռնելու, որովհետեւ տարիքի հետ ուզեք թե չուզեք, միտքը սկսում է մի փոքր ավելի դանդաղ աշխատել եւ այլն։ Հիմա մարդիկ ծերանոցում են, նրանց ուղղորդում է եղել։ Հիմա այդ ուղղորդումը ով արել, ով չի արել, դա հարցի երկրորդ կողմն է։ Իմիջայլոց, քանի որ ես նշել եմ ՄՍՑ-ին, ասեմ նաև հետևյալը, մի քանի օր առաջ ես մեր գրասենյակում ծերանոցից մի տիկնոջ էի ընդունել իր խնդիրներով։ Ու ընդհանուր պատկերը հետևյալն է։ Այ մենք օրինակ քաղաքացիներս շատ բացասական ենք վերաբերվում, որ ինչպես են զավակները իրենց ծնողին տանում ծերանոց, չէ՞։ Չնայած լինում են նաև տարբեր պատճառներով, բայց այնուամենայնիվ դա լավ է, որ մենք դա մեր մշակույթի մեջ այնքան էլ հեշտությամբ չենք ընկալում։ Դա լավ է, նորմալ է, հարցը դա չի։ Բայց մենք կենցաղում ինքներս ինչպես ենք վերաբերվում տարեցներին։ Ես կարծում եմ, որ շատ աննորմալ, շատ վատ։ Տեսեք, այս մարդիկ ծնվել են մի շրջանում, մի իրավիճակում, որտեղ գոյություն ուներ սովետական միություն եւ նրանց կարող էին ռոպագանդաների շնորհիվ այլ մտածելակերպ հաղորդել եւ այլն, բայց այս մարդիկ աշխատել են իրենց ամբողջ կյանքում, հետո եկել է անկախության ժամանակահատվածը, իրենք այդ անկախության գործընթացին մասնակցել թե չեն մասնակցել անկախ ամեն ինչից, միևնույնն է, կրել են այն բոլոր զրկանքները արդեն հասուն տարիքում, դա խոսքը 8-10 տարեկան երեխի մասին չի, որ ասես լավ է, ինքը դեռ իր ապագան կհասցնի կառուցի, արդեն հասուն տարիքում կրել են բոլոր զրկանքները։ Հայաստանի Հանրապետության շատ ծանր վիճակում իրենց
երեխին իրանք սոված են տեսել ու չեն իմացել ինչ պիտի անեն, հա, որովհետև բոլոր զավոդները փակ են, ինչին որ սովոր են, այլևս դա չկա։ Այսպես բաներ ու շատ բարդ դժվարությամբ կարողացել են ամեն դեպքում գտնել այտել ինչ որ բան, բերել հասցրել մի իրավիճակի ու իրանք արդեն մեծ մարդիկ են 70, 75, 80, 85 տարեկան մեծ մարդիկ են, իրենց դեռ թող Աստված քաջառողջություն տա եւ երկար տարիների կյանք, այնուամենայնիվ իրենք հանկարծ 21-րդ դարում հետ հեղափոխական Հայաստանում, չգիտեմ, իրավունքների ժողովրդավարության երկրում դառնում են խոցելի։ Օգտագործվում են հանկարծ։ Միայն նրա համար, որ իրենք չեն հասցրել հասկանալ, օրինակ, սա ինչ է ու սրա ճիշտ օգտագործելը կամ համակարգիչը կամ լուրերը առասարակ, որովհետև իրենք գիտեն մի բան, տելևիզորը չի կարող սուտ բան խոսալ։ Չես կարող իրեն բացատրել, որ այդ տելևիզորը հիմա ալիքները մասնավոր են, այդ մասնավորները ունեն իրաց տերերը ու ամեն մեկի տերը ոնց ասի, իրենք այդպես չանեն։ Ինչ որ առանձին սկզբունքայնությամբ աչքի ընկնող հաղորդավարներ կամ լրագրողներ շատ քիչ ունեն։ Մի խոսքով, սա բարդ են իրենք չեն ընկալելու դա։ Անկամ եթե այդ պահին քեզ ասեն, հա, հասկացա, միևնույնն է, դու գնալու ես, ինքը այլ կերպ վերաբերվի դարձյալ։ Հիմա բայց իրենք դրանից կրակը հոտ չեն ընկել։ Իրենց դեռ ծերանոց միջև հասնել է, իրենց խնամքը բոլորիս պարտականությունն է, որովհետև մենք ինքներս երբ որ գնացել ենք մանկապարտեզ ու մանկապարտեզում մեզ պեչենի են տվել, դա իրենց աշխատանքի արդյունքն է եղել, բոլորի։ Մենք մեծացել ենք այսպեսին, որովհետև իրենց զավակներն են կամ թոռներն են, էլի։ Այսօրվա դրությամբ խնդրում եմ հարգելի Նարեկ Մկրտչյան, սոցիալ-նախարար, օրինակ հայտարարություն տարածեցիք կապված Գյումրու ընտրությունների հետ եւ 26 թվականի ձեր քաղաքական տեսլականի հետ։ Ամենայն հարգանքով ես իսկապես հարգում եմ ձեր աշխատանքը, որովհետեւ շատ ծանր շրջանում եք դուք ստանձնել ձեր պարտականությունները, հետո Արցախից այս մի խոսքով էթնիկ զտումը ադրբեջանցիների կազմակերպած։ Այս ամեն ինչը շատ լավ հասկանում եմ, բայց տեսեք, միևնույնն է, այստեղ մի հատ խնդիր կա։ Երբ որ տարեց մարդը ծերանոցում է, այսինքն պետության խնամքի տակ է, ապա խնդրում եմ ասեք, ո՞նց է լինում, որ պետության խնամքի տակ գտնվող տարեց մարդու իրավունքները խստագույնս ոտնահարվում են։ Ես դեռ չեմ խոսում ասենք ծերանոցում չեղած, այլ սովորական բանում, հա, ասենք առհասարակ տարեցները, ովքեր թոշակառուներ են եւ այլն, որքանով է իրանց իրավունքները պաշտպանված պետության կողմից, խնդրում եմ ասեք։ Ես հասկանում եմ, որ սոցիալ-նախարարությունը եւ սոցիալ-ծառայության այդ բաները, գրասենյակները թերևս ամենայն վայրերն են, որտեղ որ ծանր կարա լինի աշխատանքը, որովհետև հոգեբանական հարցեր են լինում գալիս են, տարեց մարդիկ իրենց խնդիրներով եւ այլն, այնքան էլ ուրախ վայր չի, բայց այնուամենայնիվ ինչն է համակարգվել այս ընթացքում։ Օրինակ, մի հասարակ օրինակ բերեմ, տարեցքին ով ծերանոցում, այսինքն ինքը աշխատել է, դայակ է եղել մանկապարտեզում, հետո կյանքը ոնց է գնացել, ոնց չէ, բոլորը ոչ մեկս երաշխավորված չենք, սկսել է վարձով ապրել։ Հետո զգացել է, որ էլ վարձի գումարը չի կարողանում տալ, աշխատավարձից շատ է ինչ որ ստացվում, ինքն էլ արդեն այն տարիքում է, որ ինչ որ աշխատանքեր չեն ընդունի, մաքրուհի կամ բան դրանից ավելի դժվար ընդունեն աշխատել։ Մի խոսքով ստիպված է լինում տունը հանձնել եւ իր վեշերը բարձած գնում է ծերանոց գրուզավիկով։ Այնտեղ ընդունում են, թե հիմա ծերանոցները ինչ վիճակում է հարմարավետության բանով մասով, այս դնենք դեռ մի կողմ, չնայած կանդրադառնանք, ոչ թե դնենք մի կողմ, որովհետև հաշիվ չի, այլ դնենք հեսա կանդրադառնանք։ Դե իր վեշերը ընդունում են, ինչ որ պահեստավորում են։ Ես որքան տեղյակ եմ, նման դեպքում պիտի բլանկ լրացվի, թե մարդը իր հետ ինչ է բերել։ Տեսեք, կարող է իր հետ բերածը աշխատակիցներին կամ մեծ ցանկացած մեկից թվա անպետք իր։ Բայց հոգեբանական տեսանկյունից բոլորս ենք չէ գիտակցում, որ մարդը, ով մի հատ փոքր, չգիտեմ, խրուստալից պուճուրիկ բաժակով իր ամբողջ կյանքը ապրել է, այդ բաժակը իր համար շատ թանկ է, որովհետև հիշողություն է ինչ որ մի բանից, տարիքի հետ դու կապվում ես այդ իրերին, որոնք որ կարող է արժեք չունենալ։ Դե մի պատկերացրեք հետևյալը. մեր բեռնատարով եղածը բերում է, իր պատմելով, հնարավոր է այստեղ որոշակի շեղումներ կան, հարցը դա չի, ես հիմի գալիս եմ նշանակետին եմ ուզում հասնել։ Հետո ծերանոցից տեղափոխում են իրենց բոլորին մեկ այլ ծերանոց, երևի այդտեղ ինչ-որ աշխատանքներ պիտի տարվեն, այդ ընթացքում էլ է բաներ կորում, հետո էլի հետ են գալիս, հիմա այս կինը արտասվելով եկել է մոտս։ Ասում է,
չկան վերջերը, պայուսակները կան, բայց տենց անգամ պայուսակա ցեպը կտրած ճղրտած, միջից իրեր հանած, բայց հարցնում եմ, ասում եմ, իսկ լրացնում են, դուք ինչ եք բերում, ասում եմ, դե ասում են լրացնում են, հարգելի սոցիալնախարար եւ հարգելի ՄԻՊ, ուրեմն, երբ որ մարդը հանձնվում է պետության խնամքին, ես խնդրում եմ, սա խիստ պահանջ պիտի լինի, օրինակ ծերանոցների մասով, գրվեց ինչ ունի, տվյալ մարդուն, հատատ կապ չունի ինչքան բան ունի, կապ չունի, համբերատար, հատատ պայուսակները թող բացեն գրեն, մի հատ մայկա, մի հատ էլ ուրիշ մայկա սևգույն, մի հատ պիժամոն, մի հատ դամաշնիկ, մի հատ էլ չգիտեմ, մի խոսքով, եւ մի օրինակը, երբ որ կստորական, մի օրինակը պիտի լինի տվյալ մարդու մոտ, կամ ցանկացած պարագայում տվյալ մարդը պիտի կարողանա այդ թղթին ունենա հասանելիություն։ Հիմա եթե այս մարդը ցանկանում է իր վեշերը վերցնել մի կողմ գնալ էլի դուրս գալ օրինակ ծերանոցից։ Ո՞վ է պատասխանատու իր վեշերի վրա, եթե ոչինչ գրված չեղել։ Բերենք ով վեշերն են, վերցրու գնա։ Էլ չխոսեմ հետևյալի մասին, որ լուրեր են տարածվում եւ արդեն մի քանի տարեցներ ասել են դրա մասին, որ երբ որ որոշակի օգնություն է գալիս, հիմի այդ օգնության անունը ինչ է դրվում չգիտեմ, որովհետև ոնց հասկանում եմ վարչապետը այդտեղ հրահանգավորումներ է մտցրել ու որոշ բաների հետ էլ համաձայն է, ամեն դեպքում շատ դեպքերում դա չի հասնում տարեցներին։ Դեռ նրանց վեշերի միջից են գողանում տանում։ Գումարած դրան, ծերանոցի ներսի մթնոլորտը, որովհետև այդտեղ տարիքով մարդիկ են ամեն մեկը մի անցյալով։ Ամեն մեկը մի տեսակով, որը կարծրացած է, երբեք չի փոխվել, դա մանկապարտեզ չի, որպեսզի երեխային վերաձևակերպես, վերաձևավորես, ինչ որ միջավայրը ազդի նրա բնավորության գծերի ու զարգացման վրա կարծրացած բնավորությունով մարդիկ են։ Այ որքանով է ներսում իսկապես տարեց մարդը ծերանոցում ապահոված իր իրավունքների տեսանկյունից եւ ինչու ոչ նաեւ խնամքի տեսանկյունից, խնամքը ժամանակին դեղ տալը չի։ Սա բոլորս ենք, չէ՞ հասկանում։ Խնամքը նաեւ վերաբերմունքն է ու սրա նման բաներ։ Հիմի այ Գյումրու ծերանոցի թեմայով եթե ոչ հրաժարականներ, գոնե աշխատանքներից ազատումներ հաստատ պիտի լինեին մի քանի հատ։ Դեռ միջև տեսնելը թե իրականում ով է մեղավոր, ով չէ, արդեն նախարարությունում հարցեր պիտի առաջանան, հենց նախարարությունում, համապատասխան բաժնում, ոչ թե մի բան էլ քաղաքական հայտարարություն արվեց, դա խայտառակություն է, ընդ որում սա առաջի դեպքը չի, այդ ջիհադիստական պայքարը որ կար, այդ սրբազան պայքարը դա ջիհադն է, հասկանում եք, ես այսքան ես չի էլի վիրավորում եմ, դրա անունը դա է, այդ ջիհադիստական պայքարը որ կար, այնտեղ էլ չէ լուրեր տարածվեցին, որ 1000 դրամով, թե չգիտեմ խաչապուրիով, թե ինչով, էլի մարդիկ էին բերել։ Ու էլի ոչ մի բան։ Գիտեք, այդ պարագայում մտանորեն հեռացնելը կամ բան, սրանք խնդիրների լուծում չեն։ Նույնիսկ որ մեկին հեռացրեցիք, մյուսին բերեցիք, վերջացավ հարցերը։ Դա նորեն ըստեյության ներսի բանը կարգավորումն է, իսկ դրա պատասխանատուն նախարարության համապատասխան բաժինը չի։ Կամ այդ տարեց կնոջը, որ այդ ընտրակաշարքի պահով։ Իսկ նրան ուղղորդողներից ինչ կա։ Տարեց կինը, ինչքան էլ որ ինչ որ մարդիկ ճանաչում էին, որ ինքը տենց զիլավույ կինոն, կապ չունի դա։ Բայց դա խոցելի է։ Խոցելի է օգտագործված լինելու տեսանկյունից։ Հասկանում եք։ Ու այդտեղ աշխատանք չի տարվել։ Եվ այո, 75 տարեկան կնոջը ընտրարշավի ժամանակ, քարոզարշավի ժամանակ ուղղորդված մեկի համար ընտրակաշարք բաժանելը, դա ոչ թե այդ քրեորեն պատժելի պիտի լինի միայն, այլ բարոյական տեսանկյունից պետք է ինքը կոնկրետ ուսումնասիրությունների ենթարկվի։ Ովքեր են եղել այդ ուղղորդողները։ Այդ նույնն է, օրինակ, ոնց է արգելված անչափահասին սիգարետ վաճառել, ասենք, ես իմի չեմ կարող, չէ՞ իմ երեխային ուղարկել խանութ, որ ինքը սիգարետ առնի ինձ համար։ Չեն վաճառի, կամ ալկոհոլ։ Ինչի համար, որովհետև անչափահաս է ինքը։ Չէ՞։ Հիմի տարեցի պարագայում
Ով է ուղղորդել, ով է ինչ որ կերպ ազդել նրա վրա, այստեղ ինչ աշխատանքներ կան արված։ Իմ կարծիքով 0։ Ես պարզապես վստահ եմ, որ 0, որովհետև եթե լիներ ինչ որ աշխատանք, ես անպայման դա ընթերցած կլինեի։ Այլ բանա, երբ որ հասուն մարդը մտնում է այդ ամեն ինչի մեջ ու այդ օրենքը տարածում է, այլ բանա, երբ որ թոշակառու մարդը։ Ինչի է պետությունը թոշակ տար, ինչի է օրինակ 65 տարեկանից թոշակ տալիս կամ 63 տարեկանից։ Ինչի համար միտքը ո՞րն է։ Այ երբ որ սրա միտքը այս հարցին ձեր ուղեղի մեջ կարողանաք պատասխանել, նաև կհասկանաք, թե ինչ նկատի ունեմ սա ասելով։ Որովհետև այդ տարիքից սկսած համարվում է, որ աշխատանքային մասով ինքը արդեն դժվարություններ ու խնդիրներ է ունենալու, ինչու է այդպես համարվում, նույնպես կան բաներ, եւ պետությունը որոշակիորեն մասնակի ձևով վերցում է իր խնամքի տակ նրան տալով թոշակ։ Իհարկե, թոշակը այս պարագայում այն զամբյուղի մինիմալին է հազիվ մի կերպ հավասարացած, ինչի համար էլի լավ է, գրեթե 18 թվականից հետո մինչև 18 թիվը չէր աճում, իսկ հիմա եռակի աճել է, այն վաղտ այնքան ցածր էր, որ հիմա եռակի աճելը միևնույն է մարդկանց չի բավարարում։ Հարցը դա չի, էլի շնորհակալություն, որ կառավարությունը նման ձևով է վերաբերվում, ուշադրության կենտրոնում է պահում։ Բայց բոլորս գիտենք, որ 50,000 դրամը մի մեծ բան չի, չէ՞, տարիքով մարդու համար։ Բայց այնուամենայնիվ դա տալիս է։ Դա հենց այն պատասխանատվությունն է, որ ինքը կրում է այդ քաղաքացու առաջ, ով աշխատել է, հիմա ինչքան է հարկմուծել, ինչքան չէ, դա արդեն այդ ձևերով է հաշվարկվում։ Այդ խմբի ներկայացուցիչը թիրախավորված է եղել որոշ ուժերի կողմից, ովքեր հայտարարել են, որ իրենք իբր քաղաքական ուժ են։ Այստեղ ոչինչ չկա անելու կամ ասելու։ Եվ այս հարցը իհարկե նաև ազգային ժողովի համապատասխան բանին եմ ուղղում, հանձնաժողովին։ Այստեղ խնդիրներ կան ու շատ լուրջ խնդիրներ։ Եվ այո, շատ տարեցներ գացին ամենատարբեր հարցերով մեզ մոտ։ Եվ այդ տարբեր հարցերի մեջ արդարության վերականգնման process էլ կա, որը որ հնարավոր չի այլևս իրավական տեսանկյունից իրականացնել, որովհետև ասենք մարդը եկել ասում է 2000 թվին, չգիտեմ, sense բան է եղել։ Բնական է, չէ, որ ժամկետները լրացել են, չես կա, անգամ խորհրդով չես կարող օգնել։ Մնում է միայն իրեն շատ լսել, կարեկցել, մի քիչ զրույց անել, մի քիչ սիրտը տեղը բերել, ճանապարհել։ Բարդ հարցեր կան։ Տեղից այդ մարդիկ մի կյանք չեն տեսել, էլի եմ կրկնում։ Տեղից հարստահարվել են այլանդակ ձևի, իրենց իրավունքները 4 կողմից ով ոնց կարողացել ոտնահարել է։ Ես պատմություններ կբերեմ ձեզ, որ ասում եմ, ինձ մոտ սա պատմությունները կա։ Այդ պատմությունները եթե ես սկսեմ ձեզ համար կարդալ, ես չգիտեմ, ձեր կյանքը երևի այլ կերպ կդառնա, եւ եթե չդառնա, դա խիստ ամոթ կլինի։ Հասկանում եք։ Բայց այնուամենայնիվ ես այդ մարազմատիկ բանը կողմնակից չեմ դրան, էլի, որ օրվա իմ տեսածը բերեմ անպայման եթեր խցկեմ, ինչա ինձ տեսնեն, ասեն, ծապտան կամ լայքեն կամ չգիտեմ ինչ անեն։ Այստեղ տեսեք, ժողովուրդ ջան, եկեք sense բան պայմանավորվենք։ Մեր ընկերուհին չի կարողանում մտնի եթեր, որպեսզի մոդերատորական իր օգնությունը մեզ ցուցաբերի, իհարկե այդ հարցը վաղը կլուծենք կամ մյուս օրը։ Բայց ես խնդրում եմ հայհոյանք ստեղ մի, եթե ձեր մորը հարգանք ունեք, հայհոյանք ստեղ մի գրեք։ Մի գրեք, եթե ձեր մոր հանդեպ ունեք հարգանք, որովհետև դուք որ էդի գրում եք, բոլորը ձեր մորը բարևում են թեկուզ իրանց մտքում։ Փորձեք աշկից չընկնեք ստեղ այդպես։ Լավ։ Եվ այս խոսքս բնական է, որ դիմում եմ նրանց, հիմնականում, ովքեր չգիտես ինչի մտնում են իմ եթերը, ու ստեղ են որոշում կայանա, չեք ուզում, մի դիտեք, ելեք, դե բարի միասա եղեք։ Կներեք, միացած նայեմ, որովհետև աշկս չեր ընկել, էլի ժողովուրդ ջան, ինչ այստեղ կատարվում։ Մի հատ նայեմ։
Տեսեք, օրինակ մարդը գրել է ոչ Նիկոլին, նորմալ է, ես չեմ ինստիտուտա հեռացնեմ դա, հա, որովհետև մարդը իր կարծիքն է արտահայտում։ Բայց երբ որ հայհոյանք եք գրում, կապ չունի ում հանդեպ, ուզում եք ում հանդեպ ուզում ա լինի, կապ չունի։ Այդ հայհոյան գրածը գնացեք ձեր ընտանիքներում պատը, դες գրեք այդ հայհոյանքը, թող ձեր երեխեքը, հերը, մերը, կինը, ամուսինը տարբեր դեպքերում գան, տեսնեն, ուրախանան, ձեզ ողջունեն, ծափարեն, այսքան բան։ Ջան, խնդրում եմ ձեր վավա եթերում անդրադառնալ Պրոշյան եւ Խասախ համայնքների տրանսպորտի խնդրին։ Ես իհարկե այդ խնդիրի հետ կապված խոսեցի բնակիչներից մեկի հետ, կփորձեմ անդրադառնալ, բայց այնուամենայնիվ, քանի որ պայմանավորվել ենք մի հատ հանդիպենք, որ ես ավելի մանրամասն ուսումնասիրեմ, որ մերկապարանոց հայտարարություններ չլինեն, գոնե հասկանանք, նոր անպայման կանդրադառնանք, բայց Ժողովուրդ ջան, տեսեք խոսքը ինչի մասին է, Աննան Աղազարյան գրել, ուրեմն տրանսպորտի հարցն է, որ հիմա հանել են Ծառուկյանը ինչ-որ իր մեքենաներն ա բերել 200-250 դրամ ա դրել Խասախից կամ Պրոշյանից մինչև ֆիզիկայի ինստիտուտ, այդ Խաչմերուկ Հալաբյան։ Ու այստեղ խնդիր առաջանում, բայց մյուս կողմից էլ ես ոնց հասկացա, նաև քաղաքային տրանսպորտի հետ կապված այդ բաժանարար գծերը կան, որը ինչ պիտի սպասարկի, այնպես որ այստեղ պիտի մի քիչ խորքային ուսումնասիրենք, որ հասկանանք ինչ պահանջ ենք ձևակերպում եւ այդքանով կփորձեմ իհարկե օգտակար լինել, անպայման կփորձեմ։ Բայց վաղը չեմ մյուս օրը կարծեմ պիտի կապվենք մեր ընկերոջ հետ, որպեսզի գար մեր գրասենյակ, ես մանրամասն հասկանայի խոսքն ինչումն է եւ ինչի արդյունքը։ Մինչեւ խնդիրը չես ուսումնասիրում, չես կարող, եթե վատ է, ուրեմն դուրս գանք բողոքենք, եթե լավ է, ուրեմն չբողոքենք։ Դա այդպես է, որովհետեւ թե վատը, թե լավը ունենում են իրենց հիմնավորումները, էլի, հասկանում եք։ Այսպես, եւ դարձյալ վերադառնալով տարեցների խնդրին։ Մենք այդ խնդիրը իսկապես ունենք։ Մենք կարող է այսպես բանավոր ձևով իրար հարգենք, բայց խնդրեմ, անգամ այդ որ գրառում են անում հայոյանքով, այ հենց այդ դրանով ցույց են տալիս իրենց անարգանքը մնացածների հանդեպ, մնացած բոլորի հանդեպ։ Այն որ թքած ունեմ ձեզ վրա, ես էս հայհոյանքն եմ գրում։ Ու բերում է իր տան դասիրակությունը, բերում տեղադրում է այստեղ։ Ասենք առաջի բառը մամա չի ասել, մամայի փոխարեն ուրիշ բառ է ասել, քֆուր է ասել, էլի ու տես բան։ Սա ինչ վերաբերվում է ՄՍՑ-ի մասով եւ կխնդրեմ իսկապես այստեղ այս մասով անպայման որոշակի հայտարարություն լինի, թե օրինակ ինչ փոփոխություններ կան ծերանոցներում կամ եթե հնարավոր է, իմ կարծիքով հնարավոր կլինի, ամեն դեպքում մենք մի հատ այցելություններ կազմակերպենք բոլոր ծերանոցներով, չնայած այստեղ մի վատ բան կա, աշխատակիցները երբ իմանում են դրա մասին, անպայման բոլորին տես նալատկա են անում, որ բաց թողումների մասին չխոսեն։ Եվ կա հակառակը։ Եթե հանկարծակի էլ գնաս, եթե մեկը խոսա, բոլոր ծերերը գիտեն, որ իրենք չեն կարող իրենց խնդիրների մասին խոսել, որովհետև ասում են, եթե մենք խոսենք, մեզ վատ կվերաբերվեն։ Եվ ճիշտ են մտածում, որովհետև իրենք անմիջական սրանց խնամքի տակ են տեղի աշխատողների։ Եվ այդ տեղի աշխատողը իրան դեղ տվողն է պայի տակ, իր ճաշի ամանի մեջ ճաշ լցնողն է եւ այլն, չէ։ Հիմա եթե ինքը դնի ու ասի, որ շատ վատ աշխատող է, նրանց է կախված, հասկանում ես, մի փոքր քիչ թե շատ հարմարավետությունը հայտնվելու ավելի վատ վիճակում։ Այսինքն այդ վստահությունը այս պարագայում չկա, ինչը լրջագույն խնդիր է։ Այնպես որ ես կարծում եմ, եթե մենք լինեինք առավել առողջ հասարակություն եւ կայացած հասարակություն, երևի թե առաջնահերթ այս sense բաների վրա էլ ուշադրություն կդարձնենք ու նաեւ սա կընկալեինք որպես ընտրություններին մեծ կողմնորոշիչ մի բան, հա։ Ասենք, եթե մարդը այնքան չի արգում տարեց կնոջը, որ լավ իմանալով, որ դա քրեական գործողություն է, դրթում է տվյալ տարիքով անձնավորությանը, որպեսզի նա գնա այդ քրեական պատժելի արարքը անի գումարի դիմաց, ու պատժվում է արարքը անողը։ Պատվիրատուն չի պատժվում ինչ-որ։ Այստեղ արդեն ունենում ենք խնդիր։ Իմիջայլոց սրա մասին քանի որ եղել է հրապարակում, ամեն դեպքում ես անդրադառնամ Ռուբեն Մելիքյանին, հա։ Տեսեք, որովհետև հանրային հարց ու պատասխան է գնացել, հետո ես չգիտեմ ինքը ոնց դա կմեկնաբանի, ես էլ դադարել եմ գրել նրան։ Ուստի ավելի լավ է ես ինքս ասեմ իմ պոզիցիան, ընդ որում հերթական անգամ ես բավականին
Մարդավարի եմ մոտեցել հարցերին, հեսա մի հատ հեռախոսով բացեմ, որպեսզի մեկնաբանությունները ամբողջությամբ կարդալով գնամ դուք հասկանաք խոսքը ինչի մասին է։ Ռուբեն Մելիքյանին գիտեք երևի, հեսա նկարով էլ ցույց կտամ։ Հա։ Խոսացումի, ակողու բոլորը կապիտալական աստասպանել։ Ռուբեն Մելիքյանը այս անձնավորությունն է, իր քաղաքական հայացքները բոլորիդ հայտնի է, դա ինձ բայց չի ուզում երբեմնի մի բա եղել մարդու իրավունքների պաշտպան, չգիտեմ որքանով է իրավունքներից բան հասկանում, ամեն դեպքում այս տատիկի տեսանյութը ում նոր էին բաց թողել տեղադրել էր իր էջում ու արել էր հետևյալ գրառումը 75 տարի դե ինքն էլ պաշտպանն էր ոնց հասկացա իրավապաշտպանն էր արել էր հետևյալ գրառումը 75 տարեկան տատիկի հետ բա այսպես կվարվեմ ամոթ ու մի անգամ եւս ամոթ հիշեցնեմ որ կիմա տատիկը անազոտության մեջ պահվեց ուղիղ 72 ժամ Ուրեմն 75 տարեկան տատիկի է, տատիկի մասին է խոսում երբեմնի մի պրոֆեսոր իրավաբան, փաստաբանը ու տեսեք ինչ խոսակցությունը գնում էր մեջ։ Ես դե բերում եմ Facebook-ը, համացանցը բերում եմ, մանավանդ եթե ռեկլամա միացրածնելու вообще նստածս բերում եմ։ Տեսնում եմ, շատ լավ իմանալով որ հնարավոր է այլ կերպ ընկալվի իմ այնտեղ գրառում անելը, որովհետև հիմնականում իրենք բլոկում են вообще ինձ։ Այս պարագայում մի փոքր զարմացրեց ինձ Ռուբենը, որովհետև չմոլոկեց ոնց որտեղ։ Ես էլ վերցրեցի տակը գրեցի, ասում եմ 75 տարեկանին սենց պատստավկա կանեն, բա։ Ու գրում է, խնդրեմ, մեր սաղ դիալոգն է։ Յա, տեսեք ով է համեցել, կխնդրեմ բացատրել, ինչ նկատի ունեք պատստավկա անել ասելով, ես էլ պատասխանում եմ, ասում եմ, յա, տեսեք ով է ոգևորվել իմ ամենալու վրա, իմանամ շուտ կայցել եմ, իսկ պատստավկա անել ասելով մոտավորապես սրա նման բաները նկատի ունեմ ու տեղադրում են Facebook-ից AIS նյութը։ Որը որ տարածվում է։ Հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գյումրիի ավականու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի տեխնացու 71-ամյա կինը Գյումրիի 75-ամյա բնակչի խոստացել է ընտրակաշառք նշված դաշինքի օգտին։ Դնում եմ ես եմ լեսած, ես դուք ես ձեր պատսավք են։ Ինքն էլ ասում է դե դուք սա տեսեք, ձեր քարոզչությունը հիմնված է ստի վրա, ուստի չի աշխատում ու տեղադրում է այս նյութը, որտեղ որը որ էլի իր նյութն է։ Ասում է դե դուք ես սա տեսեք, ես բերում եմ լրատվական կայքից օրինակը, ինքը իրան է բերում օրինակ։ Ես էլ գրում եմ, այսինքն ես ճիշտ եմ հասկանում, որ դուք ձեր խոսքերն ապացուցելու համար ձերից գրառումներն եք ինք բերում, որովհետև գիտեք Ադրբեջանում, երբ որ այդ իրենց կեղծ պատմությունը սկսում էին հորինել, մի 20 տարի առաջվանից արդեն աշխատում էին լուրջ գումարներ էր ծախսում Ալիևը դրա վրա, երբ որ ու արդեն հիմնավորելու process-ի մեջ ավելի ընդարձակելու աշխատություն, թե չէ վաղուց իրենք դեռ սովետական հանրագիտանի ստեղծման ժամանակներից են պատմություն կեղծել, ուղղակի դրան մենք միշտ ուշադրություն չենք դարձրել, իսկ հետո արդեն գնալով ավելի ամրացել։ Ու այդ ժամանակ իրենք երբ որ ասում ես իսկ հարցնում է ասում է իսկ այս թեմայով մի հատ օրինակ կբերեք, բերում էին իրենց գիտական թեզերի օրինակ։ Այ մարդ ասում է երրորդ մեկինը բեր, այսինքն միջազգային անկախ ինչ-որ մեկի գրառում նորմալ էլի։ Իրենք իրենց բերում էին իրենց ասածներին վկա, էլի, ոնց գժանոց մի հատ։ Նույն բանը էստեղ ենք տեսնում։ Իսկ դատարանից ասում եմ ինչ կա, պարոն մասնագետ ու երբեմնի Արցախի միբ։ Իսկ ես քարոզչություն, հա, ու շարունակում եմ, ասում եմ, իսկ ես քարոզչության ոչ մասնագետ եմ, ոչ էլ մասնակից։ Սխալ կոնտեքստում եք ձեր մեղադրանքը շարադրում ու ամբողջովին այլ մարդու մոտ։ Միշտ եք այսպես խորը մասնագիտական գնահատականներով հանդես գալիս։ Պատասխանում է։ Հերքում է, որ նիկոլական քարոզիչ է։ Դա ամեն դեպքում պատասխանեմ ըստ էության։ Իմ խոսքերում ես ուղիղ հեղում եմ անում թե դատախազի հաստատած մեղադրանքին, թե դատարանի որոշմանը։ Մեզ արգելել են գործի փաստերը հրապարակել։ Եթե ձերոնք ճիշտ լինեին, ինչի պիտի արգելեին։ Ես էլ պատասխանում եմ, ասում եմ, հա դե ու քանի որ արգելել են փաստերը հրապարակել, բնականաբար կարող եք խոսել ինչ ցանկանում եք։ Որ ասենք ապացույց ասել, ես դա արգելված է, չեմ կարող ասել։ Բայց խես ես կամ բանն ասում։ Չէ՞, մանիպուլյացիան այդտեղ է։ Ասում դե թող գործը վերջանա, կհրապարակեք, կտեսնենք։ Ես չեմ ասում, թե ով է ճիշտ, ով սխալ, իսկ ինչ վերաբերում է թե ով ինչ է արգելել, կարծում եմ, եթե քաղաքական իշխանությունը դատաիրավական ոլորտին ու դատական իշխանության գործերին խառնվելու լինեն, ապա դժվար թե Գյումրի ընտրություններին 9 քաղաքական ուժ մասնակցեր։ Չեք հոգնել հանրային մունատով զոհի կարգավիճակից հանդես գալ, այդպես մի տեսակ անտրամաբանական բան է ստացվում։ Ինչ մնում է հերքել չհերքելուն, ապա ասել, որ քարոզիչ լինելու պարագայում դժվար խուսափեի ասել դա,
Բայց դուք ոնց որ թե ուշադիր չլինելով իմ մոտեցումներին, ձեզ ցանկալի բնութագիր եք փորձում տալ։ Հուսամ մասնագիտական ունակություններն օգտագործելիս նման անփութություն չեք դրսևորում, այլապես ոչ եռնեք ձեզ վստահողներին։ Գուցե խոսենք հիմնավորումներով ու փաստերով, սիրով հրավիրում եմ Facebook-յան համատեղ եթերի։ Ասում եմ, եթե ավելի ասելիք կա, խնդրեմ, արի Facebook-ով իրար հետ երկուսով եթեր անենք, մարդիկ հետո տեսնեն, լսեն, իմանան, հատկապես եթե ճիշտ ես, քեզ պիտի որ ավելի լավ լինի իմ եթերում այդ քո ճիշտ է հիմնավորելը։ Բայց այստեղ մի հետաքրքիր բան է տեղի ունենում, քանի որ իր էջում է ու պատասխան, ես չէի տեսել, որ ինքը պատասխանել է։ Մի փոքր ուշ մտա, ասի տեսնեմ այն բարձրացած հարցից ինչ կա, սա որոշել էր, թե ես երևի տենց ինձ կարեց ես էլ թռա, էլի։ Ու զուգահեռ գրել էր այ այդպես կպապանձվես ու ամոթով կմնաս գնել տատիկներին նեղացնողների պաշտպան, թե քեզ ստել են, թե իբր փող են վերցրել։ Այստեղ ես արդեն կոպիտ եմ սկսում պատասխանել, որովհետև այլ բան ասում եմ, ասում եմ ես չգիտեմ, թե դուք ինչա կանեք, բայց հա, չէ, այստեղ կողքից մեկը նիրատվել էր, մի հատ հետև բշտեցի անց առաջ, ասում եմ փորձիր լեզուդ հավաք պահել, թե տատիկներին ու թե պապիկներին նեղացնողի պաշտպանն ինքդ ես։ Եթե կհիշեք 21 թվի ընթացքում այդ Գյումրիում պապիկներին ծեծելը բան մի խոսքով իրենց քաղաքական էշերն էին, չէ։ Պաշտպանն ինքդ ես, դեռ մի բան էլ ավել, բայց ես դեռ փորձում եմ նորմալ շարունակել զրույցը, թե քեզ մոտ էլ չի ստացվում նորմալ խոսելը, կամ քեզ ով ասես, որ նենց ուրախ եմ ես միջադեպով, բան ես տեղադրել համացանցում, քեզ նման հազարներ են տեղադրել, հարց ենք տալիս, նորմալ խոսիր։ Այստեղ զոռոցի չենք կպնում, հուսամ հասկացանք իրար ու հրավերքս էլ չես մերժի տարբեր պատճառաբանություններով, թե չէ նենց չի, նստելու եմ էջի տակ ու նայեմ երբ ես գրում, որ ժամ պայմանավորվեմ, եթե արի օր ժամ պայմանավորվենք, եթեր ենք անում, համաձայն ես։ Գրում է ախր այստեղ հասկացա, որ պետք չի կոպիտ խոսել։ Հա, ու անցավ էլի մեր վիճակի։ Ախր բաներ եք ասում, որ շատ դժվար է զուսպ ձևով հակադարձել։ Ասում եք, քանի որ արգելել են նախնական տվյալներ հրապարակել, ապա ինչ կուզեք խոսեք։ Դուք հասկանում եք ձեր ասացի իմաստը։ Եթե ես թեկուզ մի միլիգրամ սխալ բան ասեի, նենց էին աչքս մտցնելու, նենց էին խայտարակ անելու, պարզ չի։ Ինչ վերաբերվում է թող քննեն, հետո պարզ կլինի թեզին, ապա հետաքրքրվեք, օրինակ Սամվել Վարդանյանին խոշտանգելու գործով մի տարիա քննում են բացահայտ փաստերի առկայությամբ։ Ես էլ եմ ասում, ես էլ էլի պատասխանում, ասում եմ, այ այդ եւ նմանատիպ թեմաների շուրջ երկխոսության հրավերք եմ անում։ Համ էլ կարծում եմ խիստ դասիրակչական կլինի ատելության այս մթնոլորտի հաղթահարման ու թյուրըմբռնումների մեջ։ Ինչ կա որ, եթե իհարկե հետաքրքրված եք ու այնպես չի որ այս վիճակը ձեզ ձեռ է տալիս։ Ասեմ ավելին, ես վաղուց եմ այս առաջարկանում ցանկացած այլ մոտեցումներ ունեցող անձանց։ Դեռ ոչ ոք չի համաձայնել, ինչին բնականաբար իմ մոտեցումն եմ ցուցաբերեմ։ Հուսամ դուք կտարբերվեք, առավել ևս, որ մեր միջի իրավաբանը դուք եք, պետք է որ ավելի հեշտ լինի։ Ու էլի պատասխանում եմ, խիստ կասկածում եմ երկխոսության արդյունավետության, ամեն դեպքում կխնդրեի առաջարկը ներկայացնել ավելի հստակ, ձևաչափ, թեմաներ, հարթակ։ Դες էլ ասում եմ, կարող ենք անձնականով պայմանավորվել, ոչ մի խնդիր, հարթակը Facebook-ն է, թեմաները ազատ, բնականաբար հիմնական 1-2-ը կարող ենք պայմանավորվել, մնացածը ոնց կգնա։ Ձևաչափն էլ որոշողը էլի մենք ենք, որ երկուսով ենք։ Ես շարքային քաղաքացին, դուք ըստ մասնագիտության։ Իհարկե քաղաքական խոսույթն էլ կարող ենք ներառել, բնականաբար բացառելով ցանկացած տիպի ուղիղ վիրավորանք արտահայտող բառեր։ Իսկ գնահատողական բնութագիրը ինչպես ցանկանաք։ Ամեն դեպքում կարծում եմ, քանի որ նախադեպային կարող է լինել, ապա այնուամենայնիվ ավելորդ սրություն հաղորդելը կարելի է նույնպես փորձել բացառել։ Մնացածը անձնական մեսենջեր հավելվածով կարող ենք պայմանավորվել։ Ուստեղ ինքը տեսնում է ճարտ չկա, դե ինչ ասի։ Վերում է պրիչին չգալու։ Գրում է անկեղծ ասած չէի նկատել այս կոմենտը։ Ինձ թվացել էր դու գիտակցել էիր, որ տատիկների նեղացնողների պաշտպանությունն է սատամաստանձնել։ Փաստորեն ոչ։ Ու ասած ես ինչեր ա գրել, տակը դրել է այն կոմենտը, որտեղ որ իրա գրածին պատասխան, որ ասում պապանձվի բան, որ ասում էի լեզուդ մեծ չափավորի, քեզ նորմալ բան ենք ասում, նորմալ բան պատասխան։ Ասում եմ, այս սրա համար չեմ գա։ Ես այդ տակը գրում եմ, ասում եմ, ես այդպես էլ գիտեի, որ չես գա։ Հիմի, ինչի համար այս պատմությունը պատմեցի։ Տեսեք։ Ես մի քանի ամիս է Facebook-ում բացել եմ բանը, իմ մեկնաբանությունների դաշտը եւ իհարկե խնդրել եմ իմ ընկերներին զուգահեռ ուշադիր լինեն իմ ժամանակի սոցիալապատճառով, որ եթե կոնկրետ հայոյանք պարունակող բաներ կլինեն, հեռացնեմ, որպեսզի մարկուր մնա։ Ու ցանկացած մեկը ով հակառակ կարծիք այդում իմ ընկերներին նաեւ խնդրել եմ, որպեսզի եթե կլինեն քննադատողական խոսքեր, չհարցակվեն մարդկանց վրա։ Թող մարդիկ ազատ են իրենց խոսքի մեջ, դեռ ես քաղաքական դարձեմ։
եթե անհրաժեշտություն լինի։ Ու ես դրանով հիմնականում բացի եմ, որ ես հաղորդումներով 4 տարի շարունակ ազատ շփում հաղորդման շրջանակներում իմ մեկնաբանությունները բերելով, իմ հիմնավորումները որպես քաղաքացի բերելով, անընդհատ գրեթե շաբաթը գոնե մի անգամ ասել եմ, հրավիրում եմ, եկեք այս տաղավար, ձեր ընդդիմադիր պատկերացումները միասին քննարկենք, զրուցենք, ազատ շփում ա կոչվում, հարց ու պատասխան չի։ Եկեք շփվենք, ախպեր ջան։ Կարող ա դուք ճիշտ բան եք ասում։ Չգիտեմ, ել ոնց բացատրեմ, ասում եկեք այս հարցեր կա, պատասխանեք։ Չեն գալիս, խուսափում են, անգամ ասել եմ, ես ինքս պատրաստ եմ, օրինակ եթե ձեր հեռուստաալիքներից մեկը հրավիրել ինձ հարցազրույցի, ես սիրով կգայի, որովհետև վախենալու բան չունեմ, թաքցնելու բան չունեմ, իմ համոզմունքների վրա վստահ եմ, որովհետև դրանք ունեն հիմնավոր պատճառներ, հիմնավորված ասա։ Իսկ դուք ուղղակի խոսում եք։ Ու ասել եմ, քանի որ ես ինքս այս ատելության մթնոլորտը ցանկանում եմ, որպեսզի չլինի, էլի թող լինեն հակառակ կարծիքով մարդիկ, հակառակ պատկերացումներով մարդիկ, հակառակ քաղաքական թիմեր, բայց դա չի նշանակում ազգական վիրավորանքների դաշտմունքներ։ Ասել եմ, տեսեք, եթե մենք քաղաքացիներով սկսենք զրուցել իրար հետ ու դա անենք հրապարակային, տարբեր կարծիքներ ունեցող, ասենք օրինակ ես ու մի ցանկացած դաշնակցական երիտասարդ կամ իմ տարիքի տղա, մենք սկսենք զրուցել ու այդ մեր իրար հակադրվելը լինի քաղաքակիրթ ձևով, իրար իրավունքները հարգելով, մարդկային ձևով քննարկում, ինքը իր իմացածը ասի, ես իմ իմացածը, այն մյուսները որ տեսնեն, դա դարձնելու են նորմ, ընկալելու են, որ այո, այսպես է պետք զրուցել քաղաքական, ու մենք կարող ենք հասարակություն որպես այդ դա դարձնել մոդայիկ, այսինքն մենք սկսենք արդեն այս սոցցանցերում այդպես շփվելը ու վստահ եղեք, երբ որ դա տեսնեն բոլոր տիպի քաղաքական ղեկավարները, նրանք էլ կփոխեն իրենց ձևը, որովհետև կհասկանան, որ հանրությունը այդ չի ուզում։ Հանրությունը ուզում է նորմալ շփվի, թեկուզ հակառակ բառը լսի նորմալ ձևով ու կարողանա հակադարձի ու պատասխան ստանա եւ այլն։ Այսինքն, եթե մեր հասարակությանը այս տեղից փոսից բերենք այս մակարդակին, իրենք ուզեն, չուզեն, պիտի աշխատեն իրենց վրա։ Եվ հաջորդ ընտրություններին այլ լեքսիկոն կլսենք, այլ մոտեցումներ կլսենք, որովհետև ինչ են մենք ոնց ուզում խոսում, որովհետև մենք այդ հասարակությունն ենք հիմա։ Որովհետև ոնց ուզում խոսում են միևնույնը ձայն են ունենում, որովհետև էլի բարեկամներն են, բայց ախր սա փոքր պետություն է ու A կետում ցանկացած Հայաստանի Հանրապետության վրա A կետում ապրող մարդը B կետում ապրող ցանկացած մի քաղաքացու հետ երկու զանգով կարա դառնա ծանոթ։ Ուրեմն մենք չպիտի դա դիտենք, եթե դա դիտավորյալ չի արվում։ Իսկ ես ունեմ հիմնավոր կասկածներ, որ դա արվում է դիտավորյալ։ Այս պարակտումները, այս իրար բանաները մի խոսքով։ Այս ամեն ինչը թեժացնողներ կան կողքից միշտ այդ թվում, նաև ադրբեջանցիները հայկական անուն ազգանուններով, սա բառացի եմ ասում։ Ու ես որի-որ անգամն այդ առաջարկը անում եմ։ Գրեթե բոլոր քաղաքական գործիչները ընդդիմադիր դաշտի ինձ անդրադարձել են։ Այսինքն այնպես չի որ ասեն դու ով ես որ քո հետ գանք բանի։ Այսինքն իրենք ցույց են տվել միշտ թե ինչքան հետաքրքրված են իմ անձով ու իմ գործունեությամբ։ Տարբեր ձևերով են ցույց տվել, բայց ցույց են տվել դա։ Ընդհանուր մինչև ազգային ժողովում վեր են կացել ինձից են խոսացել ու բողոքել այդ միկրոֆոնի մոտ։ Այսինքն ես ինչ-որ մեկը չեմ, հիմի ես առաջարկում եմ, ասում ախպեր, ձեր ցանկությունն է օրինակ հրապարակային ձևով գնելին կոդրել, չէ՞։ Հարց չկա։ Ես տրամադրում եմ եթեր, ասում ախպեր եկեք քննարկենք։ Եթե ես սխալ լինեմ, դուք ցույց եք տալիս իմ հետևորդներին, որ ես իշմացում, ես սխալ եմ։ Ինչը որ ես հանդիստ կարամ ընդունեմ, ինչ է եղել։ Մեկը բացարձակ ճշմարտություն գոյություն չունի։ Եվ հակառակը, եթե ես ինչ-որ բան կարող, այսինքն շփ, բայց ոչ թե դառնենք ապացուցած լինելու համար ով է ճիշտ ով սխալ, այլ քննարկենք, շփվենք առհասարակ։ Այդտեղից կարան մտքեր երրորդ ծնվեն շատ կարևոր ու մեր պետությանը անհրաժեշտ։ Ոչ ոք չի ցանկացել գա։ Բոլորը խուսափել են, մի մասը ինձ բլոկել են առհասարակ, որ հանկարծ իրենց հետևորդները չտենան, որ իրանք փախան չեկան, վախեցան չեկան եւ այլն, ստում էին չեկան։ Բայց ես երկար մտածում եմ, լավ, ինչի համար, էլի, ինչի համար, լավ, այս վախը, այս սաղմիկում ինչի համար։ Ու ես հասկացել եմ ինչի համար է դա։ Ու ես իմից ձեզ ասեմ, դա ինչից է, ժողովուրդ ջան։ Տեսեք, եթե ես լինեի քաղաքական գործիչ, բայց մի քիչ թույլ քաղաքական գործիչ, այսինքն քաղաքական ներբերանգներին մի քիչ վատ տիրապետ էի, իրենց քաղաքական գործիչը անպայման կգար, որովհետև կունենար հնարավորություն քաղաքականապես ինձ հաղթելու։ Եթե ես լինեի օրինակ իրավաբան, փաստաբան, բայց միջին կամ միջինից ցածր որակի, իրենց այս մակարդակի ներկայացուցիչները անպայման կգային, որպեսզի իրավաբանության ոլորտում ինձ այդպես բան անեն։ Ու այսպես բոլոր սոց բաներով։ Բայց քանի որ ես ես որևիցե մեկը չեմ, բացի գիտակից քաղաքացի լինելը, իրանք այդ դրանից վախենում են։
Այն հենց դրանից եմ վախենում, որովհետև ես քաղաքական գործիչ չեմ, որ ինչ որ մի դոկումենտի անուն տան, որին ես տիրապետելություն եմ։ Ես պարզապես գիտակից քաղաքացի եմ, ով հետևողական ա եղել բոլորի քայլին։ Ու իրաք այն հենց դրանից են վախենում։ Հասկանում եք, որովհետև իրենց մասնագիտականով չեն կարող ազդել ինձ վրա։ Եվ այն հենց նաև սա է պատճառը, որ ես միշտ ասում եմ, ժողովուրդ ջան, խնդրում եմ ձեզ, զբաղվեք ինքնակրթությամբ։ Սկսեք ձեր համար զանազանել, թղթին տալ, որ կայքերն են, որ ձեզ 1-2 անգամ արդեն խաբել են։ Նրանց հեռացրեք ձեր մոտից։ Որ բլոգերներն են, որ ատելություն են կարծում ու երբ որ ասում են եկեք խոսանք չեն գալիս, նրանց հեռացրեք ձեր ցանկից։ Այսպես կբացեք, կպարզաջրեք ու կունենաք այն, ինչ որ ձեզ անհրաժեշտ է, որովհետև հենց հիմա Հայաստանի Հանրապետությունում դարձյալ գնում է մեդիա պատերազմ։ Տարածաշրջանում տեսնում եք ինչա կատարվում։ Այս տարածաշրջանում ինչ որ կատարվում է Իրան, Միացյալ Նահանգներ, Իսրայել, Սիրիայում ճամփա բացել է իրանց համար արդեն որ ավելի հեշտ լինի։ Չգիտեմ, Թուրքիան այն որ 2 լարի վրա անընդհատ խաղում, Իսրայելից բաներ են տեղափոխում Ադրբեջան, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա ինչ որ տնտեսական մեխանիզմներ են նոր ստեղծում, մենք Ռուսաստան, Արևմուտք որոշակի խաղեր ենք տալիս, այսպես ասած, այս ամեն ինչը չի կարողանալու դուրս մնա մեդիատիրույթի պատերազմի դաշտից եւ մեզանից շատերը չտիրապետելով իրավիճակին կարող են դառնալ ոչ թե զոհ այս ամեն ինչին։ Այդ հետո հեշտ է լինելու ասել, հա դե ես զոհ գնացի դրա, չէ, դառնալ գործիք այս ամեն ինչին, ինչը ավելի առավել քան վտանգավոր է։ Եվ դրա համար մենք պիտի սկսենք այս ամեն ինչը ըմբռնել։ Այստեղ քաղաքական շահեր, ես քաղաքական գործիչ չեմ, քաղաքականություն, ես հասարակական գործիչ եմ փորձում դառնալ եւ հասարակական գործունեությունը հասարակական կազմակերպության տեսանկյունից ինձ համար նոր բան է, ավելի ինստիտուցիոնալ զբաղվելը, հա, նոր բան է ու բնականաբար ինք քայլերը կարող է որոշակիորեն դանդաղ լինեն, երբեմն սայթակումներ լինեն եւ այլն, բայց դա իմ կյանքում էլ նոր բան է հասարակական գործունեությունը։ Օրինակ հիմա հասարակական գործունեության մեջ մի քանի լուսաբանելու բան կա, ասենք նույն Վաղարշապատի թեման ունենք արձագանք Ձյաննայես Գասպարյան ղեկավար համայնքի, նույն Հալաբյան 48-ում կարծես որ մի անգամ եթերի է կարծես էլի ամեն ինչ խառնվում է, ինչու ոչ հաղթանակ թաղամասի թեմաները, շատ թեմաներ կան, բայց ես դեռևս քանի որ դրանք փորձում եմ ավելի ուսումնասիրած ու խորքային ներկայացնել նաև խնդիրը բարձրաձայնվեց, եղավ արձագանք, գնացինք ինստիտուցիոնալ ձևով մտածելու եւ դա նույնպես ներկայացնելու։ Այս գումարած սրան մի մեծ գեղեցիկ ծրագիր ենք փորձում իրականացնել ժողովրդավարական ինստիտուտների կայացման կամ պատկերացումների հանդեպ բան, որը շատ կօգնի իմ կարծիքով, ու չգիտեմ դեռ առաջինը պիտի անենք, շատ բաներ չեն կարող, մի խոսքով նախատեսենք։ Այս ամեն ինչի մեջ ես ինքս անընդհատ ամենօրյա կրթության մեջ եմ։ Ինքս ինձ համար անընդհատ ու ես հավատում եմ դրան, եթե մենք իրար օրինակ ծառայելով, իրարից բան սովորելով, մենք չմեծամտածնենք, կարողանանք որոշակի ձեռքբերումներ ունենանք այս դաշտում, այսինքն ամեն մեկին չհավատանք, ամեն մեկի գրածած վա չտարածենք, վայ Աստված օգնական բան։ Գիտեք, Աստված ստեղծել է մեզ արդեն։ Այդ այն անեկդոտի օրը չընկնենք, էլի, որ 3 անգամ Աստված կացիռ է ուղարկում, որ չխեղդվի, փրկվի, ես ասում եմ, չէ, ինձ Աստված պիտի օգնի, չգիտի որ Աստված է, հետո մեռնում գնում է, Աստված ասում է, հետևից 3 հատ կացիռ է ուղարկի։ Այսինքն ամեն ինչ էլ կա, ընդհանրապես մենք պետք է դրան գիտակից մոտեցում ցուցաբերենք։ Եվ շատ արագ մենք ոտքի կանգնենք ու կարող ենք այս իրավիճակից էլ օգտվել ընդհանուր միջև, հա։ Իսկ Իրանն մասով, օրինակ մի քանի ամիս առաջ, մի 2 ամիս առաջ ես մի անգամ եթերով ասեցի, այդ որ 2 հատ ավիակիրը մոտենում է Իրանի ափերին, այն ամեն մղոնի հետ Հայաստանում կամ տարածաշրջանում կամ աշխարհում ապրանք է թանկանում։ Այն որ դա այդպես է աշխարհում աշխատում, այսօր դրությամբ էլ տեսնում եք ինչա կատարում Միացյալ Նահանգներում, մարդիկ էլի այդ ժամանակ ասում են դու Նիկոլին ես պաշտպանում, Իրանի թանկացումների մասով ես փորձում եմ արդարացնել։ Այ մարդ, այդ անտերը տենց է, ինչ անես։ Ու օրինակ հանկարծ եղան հարվածներ Իրանի Իսլամական Հանրապետության վրա, բնական է, չէ՞, որ ինքը սահմանը փակելու է Հայաստանի հետ, որպեսզի իր մոտից փախնողներ չլինեն, ինքը կարողանա իր գործունեությունը բանալ։ Ու բնական է, չէ՞, որ այդ պարագայում մեզ մոտ հավելյալ խնդիրներ են լինելու, հա։ Մենք չենք կարող ասել, թե մենք այդ բոմբը մեզ վրա չենք գում, կամ կարող է այնպեսի իրադարձությունները զարգացում ունենան, որ այլ սցենարներ էլ սկսեն աշխատել։ Մենք պիտի ուշադիր լինենք այդ մասով։ Ասենք այսօրվա դրությամբ Իսրայելը Սիրիային ինչի է այդքան էլի խփում ու խփում։ Ճանապարհն է բացում, մաքրում, որ կարողանան հեշտ զորքերը առաջանան եւ այլ հազար բան կա։
Բայց այս մասով Իրանի Միացյալ Նահանգների այս իմաստով մենք չունենք այն փորձագետները, որոնք կամ ունենք, բայց չգիտես ինչի լռում են ու մեր հասարակությունը քթի տակ կատարվող իրադարձություններից տեղյակ չի։ Կամ տեղյակ է զուտ լուրերի մակարդակով վերլուծություններ չկան, գոյություն չունեն։ Ու այստեղ հասարակությունը ու ինչի չունեն։ Այդ չունեն հենց դրա համար, որովհետև կարծում են, որ մեկը մեր հասարակությունը այդպես բաները չի նայում։ Այն հենց դրա համար էլ չկա դա։ Կներ ջան, սրանց որոնք բռնի խնդրում եմ քո հարգանքը կորցնի ժողովրդիկում։ Ցավները տանեմ, ես եկեք սենց անենք, հա։ Ես չգիտեմ, որ 1000-րդ անգամ եմ ասում, բայց էլի կրկնեմ։ Իմ գործունեությունը իմ պետությունն է։ Իմ խնդիրը իմ պետությունն է։ Իմ հաջողությունն ու երջանկությունը իմ պետությունն է։ Իմ գործունեությունը իմ պետության մասին է։ Ես գտնում եմ, որ եթե համաձայն եք, եթե չէ, ուրեմն ես տենց ինքնակոչ մեկն եմ, որ տենց գտել եմ, որ ճիշտ է տենց ու տենց հիմա։ Տեսեք, ես գտնում եմ, որ որպեսզի մենք ունենանք հզոր պետություն, ու մեր պարտքը որոշակիորեն գոնե մի չնչին իջացրած լինենք հանուն պետության, հանուն Հայաստանի, հանուն հայրենիքի բոլոր ժամանակներում իրենց կյանքը տված մեր հերոսներին, ապա մենք պիտի մի ժամ առաջ, մի օր առաջ, մի տարի առաջ կամ մի վայրկյան առաջ դառնանք պետություն եւ ձևավորված հասարակություն։ Իմ խնդիրը կայանում է դրանում։ Հասկանում եք, իմ կռիվը այդ դաշտում է, թե այդտեղ ինչ գործիքներ կկիրառեմ, թե այդտեղ ում որ խոսքը ձեռնտու կլինի ու այդ խոսքը կվերահաստատեմ ու կհամաձայնեմ կամ կմերժեմ ու չեմ համաձայնի։ Դա արդեն հարցի տեխնիկական կողմն է։ Ու գիտեք, ես այսպեսի բան ասեմ, ես հասկանում եմ իմ հետևորդներից շատերը կարող է այսօրվա իշխանություններին դեմ են, դա նորմալ է, ես ամենայն հարգանքով, բայց ինձ համար մի բան հաստատ է։ Ես տեսեք այս ընտրություններին Գյումրու փառակարի փորձել եմ մաքսիմում չխառնվել, իմ տեսակետները, բան չանել, խոսել, ասում չէ, ախպեր ջան, պիտի արդար լինի, թող գնան ոնց անում են իրենց քաղաքական գործը, ես հետո եմ դրա մասին գնահատականներ դրել, բայց ոչ ընթացքում կամ առաջ։ Ուրեմն տեսեք, 21 թվականին, այո, ես մտել եմ քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, իմ հանդեպ հարգանքը նաև որոշակիորեն ներդրել եմ այդտեղ ու իմ հանդեպ վստահությունը, որովհետև այդ պարագայում ես հասկացել եմ, ու եթե էլի կրկնվել էլի նույն բաներ անելու, հասկացել եմ, որ եթե հանկարծ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը մեծամասնության քվեով չի անցնում ազգային ժողով ու ձևավորի իշխանություն, համեմատության մեջ ինքը լավն է վատնա, դա հարցի մյուս կողմն է։ Մենք չենք ունենում պետություն։ Ու 21 թվականի իրադարձություններից հետո ամեն օր այդ բանը ապացուցվել է, որ դա այդպես էր լինելու։ Եթե ինքը չլիներ, ԿՊ-ն չլիներ, մենք բոլորս հիշում ենք, չէ՞, ձայները, ասենք, ոնց էլ բևեռականացվել։ Իհարկե մենք կուզեինք, որ նաև էլի շատ լավ սիրուն, ասած քաղաքական գործություն, բայց այնպես է ձևավորվել, եթե չլիներ, լինելու էր Հայաստան դաշինքը կամ պատիվ ունենալու, ըստ երևույթին Հայաստան դաշինքը։ Եվ լինելու էր այն ղեկավարը, ով Հայաստանի Հանրապետության անկախություն բառը ասում է ես չգիտեմ դուք ինչ հարց եք տալիս։ Գիտեք, կան ключевой բառեր, որ դրանից հետո ինչ ուզում ես խոսի։ Ինչքան ուզում ես սիրուն խոսի, ոնց ուզում ես քեզ ցուցադրի, արդեն էլ դա արժեք չունի։ Մարտը Ռոբերտ Քոչարյան անձնավորությունը, հենա հարցին Նարեկի հարցին պատասխան կա այդ ամեն ինչը, որ Հայաստանի Հանրապետության անկախության մասին իր վերաբերումը, ասեց ես դրան պատասխան իմացա։ Այնինչ նույն Վազգեն Սարգսյանի համար դա բացարձակ արժեք է։ Եվ բոլորիս համար անձամբ ինձ համար, բա էլ ինչի մասին է եղել առհասարակ վերջին 35-40 տարին։ Այսպեսի հարցեր կան։ Ու ես ճիշտ եմ արել։ Հիմա կա մարդ, որ կարող ինձ մեղադրի դրա համար, խնդրեմ։ Ընդ որում, ես հաղորդման շրջանակներում բանել եմ արել։ Կարդացել եմ 88, 89, 90, 91, 92 թվականներին դաշնակցության պաշտոնական հայտարարությունները անկախության վերաբերյալ։ Հիմա այսօր այդ մարդիկ ելնում են Հայաստան ասելով ֆռում են, ախպեր, ձեզ ով ասել Հայաստան, որ ասում ենք ինչ ենք պատկերացնում նախ եւ առաջ, հա։ Եկեք այդ բաներից երևակայական տիրույթից, ինչ մի քիչ ռեալ կյանք։ Երբ որ ասում ենք Հայաստան, ինչ ենք, Հայաստան չէ, Պորտուգալիա, երբ որ ասում ենք ինչ ենք պատկերացնում։ Պատկերացնում ենք հստակ ընդգծված տարածք, չէ՞։
առաջին հերթին։ Ախպեր դուք դեմ եք Հայաստանի հստակ գծված տարածքին, այսքան բան։ Վերջ դրանից հետո ինչքան ուզում ես սիրուն բաներ խոսան, վեր բաներ չգիտեմ ինչ է, այդ արդեն էական չի։ Դուք ունեք հստակ դիրքորոշում։ Մնացածը արդեն զուտ մարդկանց բանանելու համար է, ասած մեզ մարդկանց ասելով ես իմ մասին եմ խոսում։ Մեզ իրանց դաշտում պահելու համար։ Այ նաև այդ բանը ես որ ասում եմ եկեք զրուցենք, եթերում, բար զրուցենք հիմա օրինակ Մարտուն Գրիգորյանի քարոզարշավներից մեկի տակ, երբ որ գրել էր 37 թիվն եկել են բամը, ես էլ գրել էի, բա որ 37 թիվն դու ոնց ես քարոզարշավի մեջ, մեկը ինձ հակադարձել է, մի երկու բար զրուցեցինք, զգացի նորմալ մարդ է, ճիշտ է, այլ քաղաքական հայացքների պես նորմալ մարդ է երևում, որոշեցինք անձնականով շփվել, Messenger հավելվում, մտել ենք Messenger հավելվածով շփվելու, զգացինք որ կարելի է ավելի երկար ու հանգիստ զրուցել, զանգով ենք խոսել։ Հիմա իրար արդեն հեռախոսահամարներ ունենք ու մշտական կապի մեջ ենք, իրար որպիսություն իմանալու, առաջիկայում էլ հանդիպելու ենք, նստելու ենք, զրուցել ենք, ինքը դաշնակցական, ես ես, բայց մարդը կարողանում է լսի ու կարողանում է իր կարծիքն էլ ասելուց հիմնավորած ասի։ Հիմա ինչա ինչ։ Հիմի տեսեք ինչ է ստացվում։ Այ երբ որ ասում եք եկեք զրուցենք, այ դրա մասին է, նայեք։ Իրենք այդ ստերը որ տարածում են, ինձ համար չեն տարածում, ձեզանից շատերի համար չեն տարածում։ Իրենք տարածում են արդեն այն մարդկանց վրա, ում հոգիները գողացել են։ Ու ամեն քաղաքական թիմ հիմա ուզում է պահի իրեն սատարողների քանակը։ Այդ որ պահի, որովհետև ամեն մեկի հետևում, ասենք եթե ես մեկի հետ խոսում եմ, ես մոտ նայում եմ, չէ, իրար հետևում։ Ինչ տիրաժավորված քաշ կա։ Կլինի դա ինչ տեսքով ուզում լինի, տվյալ դեպքում մարդականակի տեսքով, հա։ Ու իրենք էլ դա գիտեն։ Ու ամեն մեկն է այդպես վարվում։ Այսինքն իրան փորձում են բոլորիս օգտագործել, իրար դեմ իրենց խաղերը առաջ տանելու համար, բայց օգտագործվողը մնում ենք մենք։ Ու եթե մենք իրենց ցույց տանք որ մենք չենք ուզում օգտագործենք ու մենք չենք էլ կարա թույլ տանք որ մեզ օգտագործեն։ Այսինքն մտնենք շփման մեջ, մտնենք բանավեճերի քննարկման մեջ, բայց մարդավարի իրենք հասկանալու են որ դա չի աշխատում։ Չի աշխատում։ Ու փոխելու են իրենց ռազմավարությունը։ Իսկ արդյունքում մենք էլ արդեն դառնալու ենք ահագին բանը աղաց թարմացված ու լավ առողջացած հասարակություն։ Եվ դրանից հետո արդեն քաղաքական գործիչները, որ ոչ թե գալու են իրար պարսավելով բան անեն, քաղաքական դիվիդենդ հավաքեն, այլ իրենց քաղաքական աշխատանքները ցույց տալով դիվիդենդները հավաքեն։ Այսինքն ո՞նց է հիմա, մեկը գալիս ասում է ժողովուրդ, նայեք, էսի վատա, էսի սատանայա, էսի թուրքա, էսի չարկա, ու քանի որ էս սա վատն են, ուրեմն ես լավն եմ, ինձ կընտրեք։ Չէ՞, սենց են անում։ Իսկ մենք պիտի հասնենք նրան, որ ինքը գա ներկայանա ինքը ով է։ Հիմա կարող ենք սրան հասնել թե չէ։ Սա մեծ խնդիր է, ու այստեղ ծավալուն աշխատանք է, որովհետև մենք դրան սովոր չենք։ Մենք որպես պոստսովետական, հետսովետական պետություն, հետխորհրդային պետություն, այնպես որ մյուս խորհրդային երկրներում այդպես էլ մեզ մոտ, ցավոք սրտի, մենք դեռևս սովոր ենք պետությանը նայել մի մարդով, ով որ ղեկավարն է։ Հասկանում եք։ Մենք չենք կարողանում պետությանը դիտարկել որպես համակարգ, որտեղ նաև այդ մարդն է, կամ կառավարիչն է, ու այս թիմն է, այս տարածությունում սենց է, այս ուղղությունը, այս կուրած այն է, որովհետև մենք համակարգ դեռ չենք ըմբռնում։ Այսպիսի հարցեր, լավ, հիմա մենք կարող ենք բոլորս ասել, թե ինչ խնդիրներ ունենք, բոլորս կարող ենք ասել, թե որտեղից ենք տուր, ինչից ենք կաղում, բայց Հետո մյուս հարցն առաջանում։ Սենց անվերջ եթե անընդհատ մենք ասենք, որ այսիշ բանը մեր մոտ չի ստացվում, չի ստացվում, դրանից ոչինչ չի փոխվելու։ Մենք պիտի հասկանանք, մենք ուզում ենք, որ այսինչ բանը մեզ մոտ ստացվի, թե չէ։ Եթե ուզում ենք ստացվի, ինչ քայլեր է պետք անել, որպես այո, հենց հասարակություն, որպես ժողովուրդ, որպես ազգ, որպես քաղաքացի։ Եվ եթե մենք չկարողանանք համընդհանուրի մեջ մեր որակական հատկանիշները փոխել քայլ առ քայլ, ապա ոչինչ չի լինելու։ Ուզում եք Փաշինյանին հանեք, բերեք Մակրոնին, ուզում եք Մակրոնին հանեք, բերեք Պուտինին, ուզում եք հանեք, բերեք Չինաստանի ղեկավարին, ում ուզում եք բերեք։ Եթե հասարակությունը չի գնում տեմպով էվոլյուցիայի մակարդակով ու այս ամեն ինչը չի տարածում իր միջավայրում, ոչ մի բան տեղի չի կարողանալու։ Ու վերջ, չի լինելու։ Չնայած այս պարագայում նաև անուրանալի է, որ ահագին բաներ կա փոփոխված է։ Այնպես չէ, որ այսքան վատ ասում են,
ամեն ստից ապուշ արտահայտությանը որ չենք պատասխանում, այնպես չի որ չկա։ Եվ նաև սա է պատճառը, որ շատ դեպքերում խուսափում են գան եթերի, որովհետև իրենք գիտեն, որ իրենց բառերը չեն ասելու։ Ասելու են իրենց ուղեղի մեջ լցվածը։ Այ ովքեր են լցրել, ովքեր են այդ քաոսի կողմնակիցները։ Խնդրում եմ ինձ ասեք դե հիմա։ Ուրեմն բացի հայհոյանքները, քանի որ ես դոկ բառին վերաբերվում եմ որպես հայհոյանք, նման արտահայտությունները նույնպես այստեղ հայհոյանքներ պլյուս դոկ ջնջվում արգելափակվում են։ Հասկանում եք ժողովուրդ, օրինակ վարչապետը ասում է խոսում է ցեղասպանության հետ կապված, նայեք հասարակ օրինակ եմ բերում։ Շմեցարյան խոսում ասում է մենք պիտի հասկանանք ինչ է, ոնց է, դե խոսակցականով մենք ունենք, չէ՞ դա։ Այստեղ դուրս եկան, դու նա ուրացած ցեղասպանությունը։ Տեսեք, ինչն է այստեղ խնդիրը։ Շատ ենք սրա մասին խոսել, բայց այս քանի որ հոգեբանական մաս կա, մենք պիտի անընդհատ դրան անդրադառնանք։ Նայեք, ասում եմ, տես, ես որպես քաղաքացի սպասում եմ, ես ուրացած ցեղասպանությունը։ Դրա համար ոչ մի բան չի լինի։ Բայց քանի որ դու քաղաքական ուժ ես, այսինքն 5000 հոգի կուսակցական ունես ռեսուրսներ, ունես ամեն ինչ ունես։ Ու դու շատ լավ գիտես, որ ցեղասպանությունը հերքելը Հայաստանի Հանրապետությունում կամ ուրանալը, ինչպես դուք եք ասում, քրեորեն պատժելի արարք է, ապա խնդրում եմ ինձ ցույց տվեք, ինչի համար ոչ մեկը չդիմեցիք դատախազություն։ Ցույց տվեք դիմում, որ դիմել եք դատախազությանը այն հենց այդ հարցով։ Ցույց չեն տալու։ Հասկանում եք ժողովուրդ ջան, իրանք այդ ասել են ձեր ուղեղը լցնելու համար, բայց դատախազություն չեն դիմելու։ Գիտեք ինչի, որովհետև իրանք գիտեն, որ իրանք ստում են, մանիպուլացնում են։ Գիտեն, որ մանիպուլացնում են, իրանք իսկ ինչ են մանիպուլացում։ Թող ազնիվ չեն ձեզ, չեն հարգում ձեզ, իրենք ունեն ուրիշ խնդիրներ լուծելու ժողովուրդ ջան, ցեղասպանություն մյուս անունների տակ։ Ասենք ես լինեի կուսակցություն, Էնել այտենց կուսակցություն, այտենց ռեսուրսներով կուսակցություն, ու ես վստահ լինեի, որ ուրացավ ցեղասպանությունը, ընդ որում ես ուզում եմ իրան հեռացնեմ իշխանությունից, ոնց 10 վայրկյանից դիմումը դատախազությունում էր լինելու։ Ու կպել է։ Բայց արիոտես որ տես բան չկա։ Հիմա ինձ ասեք, խնդրեմ, բայց ինչ եղավ հանրության որոշ շերտի մոտ, այն մի քիչ այդքան էլ լավ է ամեն ինչը չընկալողների մոտ, մտավ լեզվա մտածողության մեջ։ Այն որ ցեղասպանությունը ուրացավ։ Այ հենց այտենց մարդկանց հաշվարկով են աշխատում։ Ժողովուրդ ջան, իրանք եղել են իշխանություն, Իրանք գիտեն ինչն են քանդել ու ինչքան են քանդել։ Իրանք գիտեն ինչն են վնասել ու ինչքան են վնասել։ Ու բնական է որ իդեալական է դաշտում կարող խաղան։ Հիմա ես ոնց մի հատ էլ ես ելնեմ ջուր լցնեմ, եթե այստեղ պետականության հարցը կա։ Անկախ ամեն ինչից։ Այսօր Խուրշիդյանը ասում է մենք բարձր դիզայնը չքննադատություն համար Եվրադաշինքն այսօր տեսեք, ցավները տանեմ։ Ես շատ ուզում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում վերջապես կայանան քաղաքական ուժեր։ Դա ոչ թե ես եմ ուզում, դա մեր պետությանը անհրաժեշտ է։ Եվ տեսեք ոնց է քաղաքական դաշտում։ Ես ինչու չեմ ասում քաղաքական ընդդիմադիր ուժեր։ Որովհետև եթե դու իշխանություն չես, ուրեմն դու ընդդիմադիր ես, այսպես թե այնպես։ Բայց քաղաքական ուժ որպես պիտի կայանաս։ Ես շատ եմ ուզում որ կայանան նորմալ դասական քաղաքական ուժեր։ Ինչպես կկայանան իրանց խնդիրն է։ Բայց արի ուտես որ այսօրվա ազգային ժողովի այս ընդդիմադիր կառույցների գործը հենց այդ է որ բլոկ դնեն նաև այդ դաշտում։ Որովհետև քաղաքական դասական ուժեր եթե կարողանան բան լինել, իրենց դերն ու նշանակությունը վերջնականապես մարում է։ Այդ KGB-ա չեկիստական գործառույթը վերանում է։ Որովհետև առաջադալու առողջ դիսկուրսը, առողջ քննադատությունը, առողջ աշխատանքը եւ այլն եւ այլն։ Հիմա եթե օրինակ Խուրշիդյանը նման բան է ասել, թող ասի, ես Խուրշիդյանի հանդեպ ունեմ որոշակի հարգանք ու իր պատկերացումները շատ հետաքրքիր են, թող լինի տեսակետը։ Ինձ համար ավելի լավ է, ես մի օր դուրս հերոստատուսը միացնեմ, տեսնեմ այնտեղ ազգային ժողովում նստած է Արամ Սարգսյանը իր կուսակցությունով, Շիրինյանը իր կուսակցությունով, Բաբաջանյանը իր կուսակցությունով, Նիկոլ Փաշինյանը իր կուսակցությունով ու բոլորով իրար միս են ուտում։ Ես ավելի լավ է դա տեսնեմ, որովհետև գիտեմ որ այդ միս ուտոցում մեջ ոչ թե թշնաման կա դրված, այլ քաղաքական
թեկուզ ինչ որտեղ կոշտ պայքար, որը պետության մասին է։ Ես կուզեմ այդ տեսնեմ։ Ապա ես այսօր ինչի պիտի միանգամից բացասական փորձեմ վերաբերվեմ այն ուժերին, որոնք որ ուզում են ամրացնել իրենց դիրքերը 26-ին ընթառաջ։ Ուզում են դա անեն ԿՊ-ի հաշվեն, խնդրեմ։ Իհարկե ես օրինակ Գյումրիի պարագայում ասել եմ, որ դա ի վնաս աշխատելու պետք չի։ Արեցին այդպես ու ի վնաս աշխատել։ Իրանց գործն է։ Բայց ամեն դեպքում իհարկե իշխանությունը ԿՊ-ն է, բայց պիտի նաև նրանք քննադատեն, բայց ինչ պիտի անեն։ Ես իմաստով ես նորմալ եմ վերաբերվում, նորմալ եմ դիտարկում դա։ Հասկանում եք։ Իհարկե ես ունեմ իմ քաղաքական պատկերացումները, բայց իմ քաղաքական պատկերացումները նախ եւ առաջ պիտի բխեն իմ պետության շահերից։ Եվ եթե իմ պետության շահերից բխում են նաև նման բաները, որպեսզի դրա վերջնարդյունքում ձևավորվի քաղաքական նոր դաշտ, նոր հարթակ։ Ապա խնդրեմ ռադիոփոկը։ Հնարավոր է ոչինչ որ ճիշտ մարտավարություն չեն ընտրում։ Նորմալ է, դա էլ անում, նորին մարդիկ քաղաքական էքսպերիմենտներ են անում։ Իհարկե մեկը կստացվի դեռևս մյուսը չէ։ Իսկ մենք որպես հանրություն ոնց ենք։ Մենք մերը ստացվում է մեր գործունեությունը, մերն էլ չի ստացվում։ Մերն էլ չի ստացվում, որովհետև մենք էլ դեռ չունենք մեր կրիտերիաները, մեր սկզբունքները որպես հասարակություն։ Ես ինչ բանը հստակ դատապարտվում է ու վերջ, դիսկուրսի ենթակա չէ, մեկը դիսկուրսի ենթակա է, այն մյուսը սենց է, այն մյուսը նենց վերջ։ Մենք չունենք դա։ Մենք դեռ, տեսեք, մենք կարող ենք ցանկացած իշխանության մեղադրել ԽՑԲ-ով աշխատելու մեջ, բայց ինքներս ԽՑԲ-ի կողմնակից ենք։ Մենք մեր ծանոթ ով կլինի բարձր պաշտոնի կդիմենք նրան, ասենք կարող է մի հատ գործ լինի ինձ համար։ Բայց եթե ԽՑԲ-ի կողմնակից ենք, խենք այդ հարցով դիմում։ Բայց մենք կողմից է կմեղադրենք, որ այն մեկը իր ծանոթին է բերել։ Այսպես բաներ ա լինում։ Անումը հարգելիս Նաիրա ջան, կարող է դու ճիշտ ես ինքնդ չեր դառնա։ Չնայած ես այստեղ կասկածում եմ, որովհետև ինչ ասում Նաիրան, ես սկզբում ասել եմ, որ օրինակ Ռոբերտ Քոչարյանը անունով մարդ կարան այնտեղ այդ քաղաքական Դանիայում ասենք ունենալ բան, ես հասարակության կայացած լինելու մասով եմ ասում, Նաիրան գրել է Դանիայում Նիկոլի նմանը վարչապետ չէր դառնա, սկսենք այստեղից։ Համ ասում է, որ գալիս են թալանը պահել, համ էլ դրա դեմ բան չի անում։ Իմի տես Նաիրա ջան, հարգելիս, շատ շնորհակալություն գրառման համար։ Տես, ի տարբերություն Քոչարյանի, Սերժի եւ Լևոնի, ովքեր կոնկրետ բան են KGB-ի ներկայացուցիչներ են։ Իսկ KGB-ն դա համակարգ է։ Համակարգ է, աշխարհում կան համակարգեր ու կազմակերպություններ, որոնք շատ պետություններից ավելի հզոր են։ Որտեղ որ կապ չունի պետության, ազգային պատկանելություն եւ այլն, համակարգը եթե բանավորոշ է դու անելու ես դա։ Ու որովհետեւ այդ համակարգի մեջ դու 1000 ֆիլտր անցնելով ես մտել ու դարձել դրանով հենց որոշակի պաշտոնի, որով որ պիտի ծառայեցնես դարձյալ համակարգին։ Ի տարբերություն սրանց Նիկոլը մի քիչ տարբերվում է։ Ու ի տարբերություն նրանց Նիկոլը քաղաքական գործիչ է։ Կարող է Դանիայում ինքը դառնալ ստացված քաղաքական գործիչ կամ չստացված, բայց միևնույնն է իր քաղաքական դիրքը կունենար, որովհետեւ ինքը դասական կապ չունի, որ լրագրող է, թե ինչ է, կներեք։ Հիմա եթե հարց տամ, էլի շատ են չի ասում, բանի հակումը։ Ասենք օրինակ, որ ինստիտուտի որ ֆակուլտետը կարաս ավարտես, որպեսզի դառնաս վարչապետ կամ երկրի ղեկավար, ու քեզ չասեն, ախպեր են մասնագիտությունով ոնց կարան երկրի ղեկավար։ Կամ մի հատ տենց ֆակուլտետ չկա։ Բայց ինքը զբաղվել տասնամյակներով զբաղվել է դրանով ու անընդհատ հմտացումները խորացրել են իր հմտությունները։ Ու այդ իմաստով դասական քաղաքական գործիչ է։ Իհարկե, կողմ եմ նրան, որ ասում էր, համ ասում է, որ գալու են թալանը պահեն, համ էլ դրա համար բան չա։ Բայց բան լրիվ բան չանելուն էլ չէ։ Ես ինքս էլ բողոքում եմ, որ շատ դանդաղ է այդ տեմպերը, որ ինչ գործ ունեն առհասարակ հանցագործները կան մասնակցեն ընտրությունների, մի հատ էլ անունը դնենք ժողովրդավար անցավետան։ Ես ամեն ինչին դեմ եմ։ Բայց ասել որ բան չի արվում, ըստեղ մի քիչ համաձայն չեմ, որովհետև գրեթե բոլորի վրա քրեական գործեր կան։ Դատաիրավական տիրույթի դաշտում է գնդակը։ Ու այստեղ այնքան sense մետաստազները շատ են։ Օրինակ պատկերացրեք, վերցնում ենք, չգիտեմ, X մարդուն, ով քաղաքական գործիչ է եղել, ու իր պաշտոնը չարաշահելով միլիոններ ա տարել, փորձում ենք իրան բան անել, գործը քննել։ Պիտի նայենք ինքը ոնց հետա կապ ունեցել։ Չէ, պիտի գործը ամբողջական չէ, պիտի լինի։ Ոնց է դա արել։ Այս առումով ներգրավում են նորից մարդիկ։ Դու միջով գործընթացը ես տալիս այնտեղ Պետրոսին են արդեն վերցել, ում հետ այս գործը գալիս այն նրան է։ Մի խոսքով տեմպերի դանդաղ լինելը որոշակի արդարացում ունի, բայց ընդհանուր առմամբ չէ։ Ես այսքան massամբ համաձայն եմ, massամբ չէ, որովհետև մյուս կողմից մենք շատ լավ տեսնում ենք, թե իմիջայլոց, հասարակ բան Նաիրա ջան։ Օրինակ Գյումրիում Վարդան Ղուկասյանը, ինչի էր ասում, քննածառչին ինչի զարթնացրիք։
Որովհետև դեռ միջև ընտրությունների մասին բան լինելը մի 2-3 տարի արդեն գործը քննում էին ու արդեն քննությունը վերջանում էր, որ գնար դատախազություն դատարան։ Մարդն էլ գիտի, որ իրան հեսա դատ ունեն։ Լավ ասես դե որ տենց է, քանի հեսա ընտրությունները, ես կմտնեմ ընտրությունների մեջ, կընտրվեմ, ախպեր ջան, ու չգիտեմ, արդեն ավելի կդժվարացնեմ ձեր գործը համենայն դեպս, ու բերանացի բերանից թրծրից ասես, բա քանաչը արչեն խից, այսինքն ես իմ համար նստած եք խիվեր ես գործ բացեցիք։ Հասկանում ես։ Ու դարձավ այնպես, որ ժողովուրդը մտածեց, որ հենց ընտրություններ են լինում, նոր են գործերը բանանում, հիշում ու դրանով փորձում են ճնշել։ Ոչ, այդպես չի։ Բոլոր, ասենք մի օրինակ ձեր վրա որ սկսեն քննություն իրականացնել այսօր։ Տեղյակ եք, չի լինելու, ձեզ նամակ է, չէ՞ գալու։ Ու դուք process-ը անընդհատ նայելու եք ուր հասավ, հետո մի հատ շանս եք նկատելու, փորձեք մտնեք այդտեղ, չէ՞։ Այսպես է։ Շատ բնական, շատ նորմալ բան է։ Այդ ուրիշ է, որ իրանք են փորձում ուրիշ ներկայացնել, ընդ որում փնթի, չի ստացվում նորմալ, ներկայացնել նորմալ խնդիր։ Բայց որոշ դեպքերում հաջողում են անկեղծ ասած։ Օրինակ, հիմա մի ուրիշ օրինակ էլ բերեմ։ Պատկերացրեք, ես պաշտոնյա եմ, ասենք թե երբեմնի դատախազն եմ եղել, Աղվան Վարդանյանը, իմիջիայլոց որոշակիորեն իրական դեպքի հիման վրա եմ ասում։ Ու մի հատ տարածք եմ գողացել պետությունից, բայց քանի որ ես պաշտոնյա եմ, գրանցել եմ իմ մտերիմներից մեկի կնոջ անունով, իրան էլ ասում եմ թուլափայ եմ տվել, ասել եմ դե այսքան տամ, էսի թող իր անունով լինի, բայց ներքին կարգով նայ, հանկարծած բանեկով վիզիտ կթացնեմ։ Всё։ Հիմի քննիչը որպեսի նայի ես որպես պաշտոնյա ինչ ունեմ չունեմ։ Ինչ ոնց է ինքը տեսնելու այդ իմ մտերիմի կնոջ անունով գրանցած տարածքը։ Ոնց է հիմնավորելու որ իմն է։ Փաստաթղթերով բանը սա ընդեղ է։ Մաքսիմում ինքը կարծի ես կարծում եմ որ կոնն է, ես դատարանում ասեմ, քո կարծիքը շատ քիչ է անգերջա։ Չէ՞։ Իսկ հասարակությունը ովքեր ըստ խոսքերի գիտի որ էսի այնքան էլ էս կնոջինը չի, էդի աղվարինն է, ասելու է էս չէ աղբեր ջան, չկարեցակ դատել։ Չէ՞, բայց չէ՞ որ իրավական հիմքերը մի քիչ ուրիշ ձև են։ Բայց հիմա ես հայտարարագիրը ինչի մասին է։ Այ որ բոլորս բողոքում ենք, մեզ համոզել են որ մենք բողոքենք։ Ինչի մասին է։ Որ օրինակ, եթե ես իմ մտերիմի կնոջ անվան վրա բան դրեմ, չէ՞ որ ինքն էլ հայտարարագիր իր ունեցածն էլ է երևում։ Մեկ էլ հանկարծ իր մոտ հողատարածք հայտնվեց։ Իրանք կանչելու են, չէ՞, որտեղից։ Ու եթե պատասխանատվության ենթարկելն են, ասելու է գնելն է դա բանարել, ինձ էլ համոզես, չէ՞։ Այսինքն լինելու է նաև հավելյալ մեխանիզմ այդ իմաստով։ Բայց մենք հիմա դեռ քանի որ այդքան էլ չենք ըմբռնում իր կարևորությունը ու որոշակի դիսկոմֆորտներ էլ առաջացնում է ամեն դեպքում։ Մենք բացասական ենք վերաբերվում դրան, բայց ինքը պետության անհրաժեշտ է։ Ցանկացած իրան հարգող երկիր պետություն, կայացած պետություն դա ունի։ Այ ես չեմ դու ես Նայրա ջան, ասենք կամ ժողովուրդ ջան, տեսեք բոլորս գրեթե ստե մարդ չկա, որ արտերկրում չունենա ծանոթ հարազատ բարեկամ։ Մի քիչ նորմալ երկրներում։ Խնդրեմ, զանգեք, դրա մասին հարցրեք։ Իրեն կա հաստատեն սա։ Մոտավորապես այսպես ժողովուրդ ջան, եկեք սրանով թերևս չշահագործեմ շատ կիրակի ուշ ժամը, վաղը երկուշաբթի է, понедельник день тяжелый, որ ասում են, բայց արդեն sense այս զրույցի ֆորմատում կփորձեմ էլի շատ հաղճախակի ամեն օր կամ տենց ամեն օրվան մոտիկ գրաֆիկով էլի զրուցել շփվել։ Ես ձեզանից շատ շնորհակալ եմ դիտելու, տարածելու համար, գրանցվելու համար իմեջին եւ այլն եւ այսպես շարունակ։ Դուք դրանով շատ կարող եք օգնել։ Շնորհակալություն, լավ մնացեք, բարի գիշեր ձեզ։ Մինչ նոր հանդիպում, որը կարող լինի հենց վաղը։ Ստեսում։